Վաու, էս ինչա, աղբոր պես պոդքասթ, նոր տեղում։ Մենք սկսել ենք 4-րդ եթերաշրջան։ Եյ։ Բայց դու քեզ ոնց ես զգում։ Շատ լավ եմ զգում, գիտես խի։ Որտեվ դե վերջապես եկավ վարպետս։ Այն սկզբից որ նոր ենք սկսել, ասեցի կկավա գաս պոդքասթին։ Ապեր դե Ախր ձեր բանը չի բռնում իմ հետ, քֆուր եք տալիս, չգիտեմ ինչ-որ տես բան, ու մի քիչ չի բռնում։ Հա, ես էլ եմ հասկանում, իրոք ճիշտ է ասում, որտեվ արվեստագետ է մարդը ամեն դեպքում։ Հետո անհասկանալի է այդ բան, ուր է գնում, ինչ է։ Անհասկանալի է։ Հետո գիտես ոնց է, այնքան պրոյեկտ կա, որ տենց սկսում է, կանչում են, գնում են նկարում, այդ պրոյեկտը փակվում է, ոչ այդ վիդեոն են նայում, ոչ էլ ոնց որ անիմաստ է դառնում, էլի, լիքը բան ես խոսում, որը ոչ մեկ չի տենում, ափսոսել է։ Ինքը երևի սպասում էր մի հատ տենար, եթե ես գամ այդ ինչ որ նշանակություն ունենալու է, թե հավայի պրոս ժամանակ եմ ծախսելու։ Իսկ հիմա ռեյկից առաջ ոնց որ գնացի դիմավորելու, ասես զրուցելով որ գալիս էինք, հələ չգիտեր ինչ ա լինելու, ոնց ենք նկարելու, որտեղ, ասեց ապրես։ Լավ առաջ տարար, վիզես դնում, ապրես։ Ու էդի իմ համար էդ է ամեն ինչը, էլի, ոչ թե ինձ այսօր ահավոր ծանր էր, բայց ոչ թե իրանից էր գալի, այլ որտեվ պրոստը ժանգոտել եմ, այնքան վաղ չենք նկարել։ Այ մոտել է։ Ես այսօր առավոտը արթնացա, ոչ մոռացել էի, ոչ հետո նոր տեղ է երևի դրանից է։ Էդ էլ կա, բայց ես նկատեցի, որ ես երկրորդ մասում սկսեցի խոսալ։ Ես вообще գիտես ինչի եմ սպասում, որ մի հատ կգա, որ դու կասես մի հատ կներեք, ես զուգարան գնամ գամ։ Չի կա այդ պա։ Եկել եմ ուզում եի գայ։ Որ իմ մոտ է։ Ուզում եի ասեի, հա։ Չէ, բան էր։ Լավ էր որ հետեկանք, հիմա պետք է վրա անենք, որովհետև սակայն այդ բանա, ինչ որ ռիթմի մեջ ես մտնում, որ վրա նկարում ես, ու արդեն հասկանում ես ոնց քեզ պայես բան, իսկ ստես ոնց որ նոր եկած լինի, ոնց որ առաջի անգամ նկարեինք, շատ տարօրինակ էր, չգիտեմ ոնց կերևա, բայց չնայած ես ինձ թվում է որ շատ փակ եմ։ Անցած էպիզոդում, այն մեր էպիզոդում 39-րդ, որ ասեցի մենք առանց հովանավոր չենք նկարելու 4-րդ եթերաշրջանը, խաբել եմ։ Բայց դու տենց չես ասա։ Երբ եմ ասել։ Չէ, ես ասացի առանց գովազդատու էլ չենք, բերեք փող տվեք, ախպեր բան գովազդենք։ Նվերը մենակ ինչ չի սխալ ցիտում, ինքը իրան դրա սխալ ցիտում։ Հա, լուրջ։ Գիտես չես ասա։ Դու ասել ես որ մենք գովազդ չենք անելու առանց փողի։ Հա։ Ինչը հետաքրքիր իհարկե կոնցեպտը։ Դե լավ, ես խաբել եմ, ուրեմն մենք կանենք գովազդ առանց փողի։ Օրինակ ինչ կա գովազդես։ Օրինակ մենք մեր ընկերներին կնշենք, մեր ընկերներից մեկն է։ Okay, Անդո Համբարձումյան։ Սպարտակ Թումասյան, Էրիկ Սուքես։ Բանը Talk to Edit, այդ ծրագիրը, որով լինում է ստանալ սուբտիտրավորել ցանկացած տեսակի վիդեո։ Տղեկը հետաքրքիր բան են արել, տենց։ Շատ էժան է։ Հետո Սեփյանի համերգն է դուրս եկել կինոդարանում, շատ մեծ երևույթ է, շատ մեծ կարևոր պահ է։ Վերջապես իսկական ստենդափ նայեք։ Հետո բանա, գիտես ինչն է հետաքրքիր, որ դա առաջի անգամա որ սթրիմինգային ինչ-որ պլատֆորմա վերցրել է ստենդափ, տենց իսկական ստենդափ է վերցրել, ու այդ բոլոր երկրներում շատ ուշ փուլա, երբ որ արդեն պրոդյուսերները հետաքրվում են դրանով, որպես կոմերցիոն ինչ որ բան էլի, որովհետև այս հիմա արդեն ինչ որ սցենար է, որով մենք կարան գնանք, հա, դու դառնում ես հայտնի որպես կոմիկ, կինոդարանը գալիս է, քեզ ասում է համերգը առնում եմ։ Արդեն այդ մշակված է ճանապարհը։ Կստացի, բայց հետաքրքիր է իրոք, էլի կինոդարանն է եկել ասել, թե Էդոն։ Ես չգիտեմ, ճիշտ ասած։ Այդքան էլ պարտադիր։ Ես գիտեմ որ վաղուց էին խոսացել, ինչ որ ժամանակ քննարկումներ գնում էին, բայց մենք երբ որ հələ որ Ռաֆոյի հետ պոդքասթ անում ենք, ինքը արդեն ասել որ ինքը հետաքրքրված է ապագայում, ասես անունները չեմ ասի, բայց մտածում ենք այդ ուղղությամբ որ ստենդափ լինի ու փաստորեն էսա, Էդոյնը դուրս եկա։ Ու կստացի ինքը ասել էր անուններ չէր ասել, բայց մոտավորապես հասկանալի էր ում մասին է խոսքը, ու TV-ով գնացող բաների ստենդափների մասին էր, հա, բայց փաստորեն ստացվեց որ լավ ստացվեց։ Այդ շատ կայֆ է, հա, մենք վերադարձանք այս նոր եթերաշրջանը, որում մենք ստեղ ենք նկարելու, մենք հələ ընթացքում ջոգում ենք ոնց ենք կադրը դնելու, որ սիրուն լինի, որտեղ ստե լավ մութ է, բայց լիքը լույս ենք բերել, տենանք ինչքան լուսավոր, ինձ կադրը ցույց տվին, այնքան սիրուն էր, մենք շամաչեցի դաժե։ Դրա համար սենց էի սախ պոդքասթ, չերևում։ Երևի հիմա ժամանակն է ասել արդեն, որ մենք production ենք լիարժեք, մենք անում ենք բացի մեր պոդքասթի սյոմկեքից պատվերով արդեն նկարահանումներ։ Մենք կարանք ամբողջ ցիկլը վերցնենք, եթե դուք ինչ-որ միտք ունեք, ինչ-որ շոուի կամ ինչ-որ պոդքասթի, կարաք մեզ դիմեք, մենք ունենք նկարահանման հնարավորություններ, սցենարից սկսած մինչև խմբագրումի, կոնցեպտի մշակում, միակ բանը, որից մենք իսկականից թույլ ենք, այդ բանն է, պրոդվիժենիան է։ SMM, հա։ Դե условно SMM-ը արդեն հնացած բան է ինձ թվում աշխարհում, բայց բան է, էլի ընդհանրապես քո ներկայացումը մեդիայում, ոնց PR անես, ոնց այդ ամեն ինչ
reel-եր նկարես, ինչ բաներ անես, այդ մասը մեր մոտ հələ որ փակված չի, բայց այն մնացածը location-ով ինչ նկարենք, ընդհանուր ինչը պետքա բաղադրություն լինի, որ ինչ որ մոտավորապես շոուի միտք ունենք, բայց վստահեցված չի, կարանք իրար հետ նստենք, մշակենք, ոչ հեսա տանանք այս տարի ինչ նոր պրոյեկտներ սկսենք, արդեն մի քանի համագործակցությունների մտքեր կա, գրեք կամ իմ Instagram-ին կամ ախպորպեսի, հետաքրքիր է, չէ՞ որ մենք գիտեմ Աշոտը կպատասխանի թե չէ։ Հետաքրքիր է որ մենք ինձ կարա գրեք, բայց կարող է նորմալ բան չասեմ, նվերին գրեք, ինքը զբաղվում է ամեն ինչով։ Հետաքրքիր է որ մենք այն վիճակից բուկվալ մի քանի վիպուսկ առաջ այն վիճակից Նարեկի հետ որ խոսում ենք որ մենք տեխնիկա չունեինք, հասանք այն վիճակը որ կգնքան տեխնիկա արեք, որ կարա արդեն ուրիշ բաներ կարեք։ Որտեվ իրոք ես տենց հասկացա, որ եթե մարդը անում է երկար մի բան Всё-таки գալիս է։ Գալիս է։ Հա, մարդիկ։ Հետո ես նենց եմ ուրախանում մեր աուդիտորիայի որակից, ես լուրջ ահավոր հպարտ եմ, ինչ մասսա է հավաքվել մեր մոտ, ինչ մարդիկ են ինձ գրում, որ գրում են տիպը շատ ա դզում կամ ինչ որ վերջերս ինձ սկսել են արդեն մոտել են մի երկու անգամ։ Ահա, ասացի չէ՞ քեզ որ դուրս խանութի մեջ քեզ բարևեցին։ Էլի չգիտեի նեղանայի թե չէ։ Բաններ խնդալու որ բաներ գնացել էի ինչ տենց ստացվեց, ես տենց չեմ սիրում ահավոր տենց շուրջես պարային ակումբներ, բան ինչ տենց գնացել էի տենց մի հատ ակումբ, ոնդեի resident DJ-ներից մեկը մոտեցավ, մի հատ աղջիկ ասաց ոչ մի նայում ա որ բան շատ ա դզում, ես ստացի նենց հերո աշխարհ է ես դզում ա որ ստեղր եմ նայում էլի դաժե։ Ոչ իմ հավես է, մերսի շատ որ նայում եք, դուք շատ լավ աուդիտորիա եք, իսկական էտա կայֆը որ աուդիտորիայի որակ կա, դու հասկանում ես որ ուրեմն ճիշտ ես գնում, էլի։ Էլու ում պետք է նշենք դե Patreon-ցիներին մերսի շատ ձեր շնորհիվ մենք լիքը բան կարող ենք առաջ գցենք, պահում ենք էպիզոդները, նկարահանումներ վաղուց նոր կոնտակտ չենք գցե Patreon, բայց հեսա էլի նորություններ կան, էլի կայֆ բաներ կան, նոր շոու է անցնելու։ Աշլավ, ես պետք է ասեմ, կորել են ֆայլերը։ Որ ֆայլերը։ Այդ որ կոմենտները նկարեցինք։ Լուրջ։ Դե լավ, այդքան լավ է չէ, նորը կնկարենք։ Նորը կնկարենք, հա։ Բայց ստացվում արդեն կոմենտները չնկարենք։ Ինչ որ ուրիշ բան, պրոստը երկուսով նստենք խոսանք, այ սենց էլի։ Դա տիպը ինտրո են, գրում, բայց պրոստը նստած խոսում ենք, հա։ Դավայ։ Ջրտես բան։ Էլ ինչ ունենք ասելու։ Էսա ինձ թվում է, արի ստավկա դնենք։ Երբ ենք 4000 բառորդագրում ասելու։ Իսկ հիմա ինչքան է։ Հիմա 3300 է ինչ որ տես թիվա։ Ինձ թվում է մոտավորապես 2 ամսից։ 2 ամսից։ Դե տնանք։ Տնանք ինչքան արագ կլինի։ Մեկ էլ հա, բեգլեր բան ախպորպես նվեր Telegram-յան ալիքին բաժանորդագրվեք, որովհետև ես բացում եմ ընդեղ իմ սիրտը, եթե ձեզ հետաքրքիր է իմ alter ego-ն, ով եմ ես իրականում, եկեք ընդեղ, դե իհարկե ընդեղ կատակ եմ անում հիմնականում։ Տենց։ Մեկ է իդրամի բանն է սկսում։ Հա, իդրամից փող գցեք, ես challenge եմ հայտարարել։ Լավ, դրա մասին կիմանաք հենց ալիքում։ Շատ կարճ ասենք բանա, ոնց էր քեզ ընդհանուր ոդկասթը։ Ընդհանուր ոդկասթը vibe-ը հետաքրքիր էր, մի քիչ անսովոր տեղից էր երևի անսովոր։ Մեկ էլ անսովոր էր յուրը իմ համար, որովհետև ես իր հետ ոնց որ ուրիշ տեղեր հիերարխիա կա, հա ուրիշ ոնց որ միշտ ներքևից վերև է սեղողացա, ես զգում եմ ընթացքում այդ բանը, էլի որ բանը հավասարությունը մի քիչ ինձ բանը կոտրեց, տենց, բայց հետաքրքիր էր։ Հա, ու բան էր, ես մտածում էի մենք շատ բաներից կխոսանք, բայց այնքան խոսացինք դե հենց դերասանությունից, կինոյից, թատրոնից, հենց շատ դրա վրա լրվեցինք, բայց հետաքրքիր խոսակցություններ էլ լիքը բան կա, հետաքրքիր որ ես ուզում եի խոսալ։ Մյուս էպիզոդները արդեն կարելի է մի քիչ թեքել թեման, որտեվ տեղից երրորդ եթերաշրջանը ինքը շատ տենց երգի մասին էր, դերասանության մասին էր։ Ինձ թվում է այդ, ես ընդհանրապես ես հույսով եմ, որ մենք վաղուց ուզում ենք գիտնականներ կանչենք ինչ-որ տենց։ Այդ լավ բան ես ասում, ես այս եթերաշրջան ուզում եմ մի քանի արվեստի բնագավառ, որ մենք չենք փակել հələ որ, հա, ուզում եմ նկարիչ, քանդակագործ անպայման լինի, ուզում եմ որ ինչ-որ տենց մի քիչ էլի արվեստի մասին լինի, դա այդ միշտ իմ ձգտումն է, ու գիտությունն էլ, հա, ես շատ կուզենայի, ինչ-որ տենց հետաքրքիր մարդ որ լիներ, կմտածենք մի հատ ում կարելի է այս եթերաշրջանը ես կուզենայի որ մենք բան անենք, էլի կենտրոնանենք ոչ թե այն մարդկանց վրա, որոնք մեզ նոր աուդիտորիա կբերեն, այլ հենց մենք ինչ որ նոր մարդկանց բացահայտենք շատ էլի։ Ինչ ճիշտ է պետք է ասեմ, որ մենք ճիշտ է խոսացել ենք, որ միշտ պետք է կանչենք մեզ հետաքրքիր մարդկանց։ Այս երրորդ եթերաշրջանն են ստացվեց, որ հաստատ մեզ հետաքրքիր էին, Դաժե եթե Նազենի Հովանեսյանը կամ Ավետը մեզ հետաքրքիր չլինեին, իրանք չեն լինի մեր ոդկասթի, ու նույնը փոխադարձ էլի, եթե մենք իրանց հետաքրքիր չլինեինք, իրանք հայտնի են, մեզ ինչ-որ չափի տեսանելի դարձավ ախպորպես ոդկասթը, իրանց շնորհիվ էլ, բայց այս 4 եթերաշրջանը հաստատ արժի տենց անել, որ մի քիչ ճյուղեր բացենք, ոչ շատ բան կոշտ չպլանավորենք, իսկականից այն ինչ որ ստացվում է հետաքրքիր ստացվում նույն թեկուզ Ավետի հետ խոսակցությունը ինքը ուրիշ տենց խոսակցություն ինձ թվում է չունի տենց բաց տենց ինձ լիքը գրում են որ Ավետին ճանաչեցինք ուրիշ տեսանկյունից
այդ հավես էր կայֆը։ բաններ ոչ շատ լավներ երրորդ բանը եթերաշրջանը շատ ուժեղ էր ստացվել ուժեղ փագեցինք վնասի այդ վիպուսկով Լյուդվիգին կանչը նո առաջին յուրը Լյուդվիգն էր որ ինքը զարմացավ տենց ես միջև հիմա կայֆ եմ այդ վիպուսկը շատ լավն էր ստացվել ես Լյուդային շատ եմ սիրում ինքը շատ կայֆ տիպ է մեկ էլ բան է եկեք մաշտոց 5 drop 4 ստեղ դաչան սպասում է ձեզ իր կոկտեյլներով եկեք փոխծախսեք ակումբ մենք ոչ թե որ էս բար չի հա все-таки բար չի ախորպես ակումբա հա ունենցա որ կարող է գաք նվերս թե չլինի այստեղ ոչ բան չի աշխատելու եթե նվեր այդ օրը տուն գնացած լինի այստեղ ուրբաթ օրերը հիմա ուրբաթ օրերը լինում են ստենդափեր շաբաթ օրերը տժիկ տենց ինչ-որ DJ բան Ոშեմ, եկեք հետևեք Instagram-ին, podcast միջև podcast։ Լավ, արի փակենք, հասնենք podcast։ Սա գնացինք podcast։ Գնացինք։ Ծափեր կայթեր։ Զատո հերո էր։ Հա։ Կանդաժան չէր։ Ես ինձ չեմ ների, եթե այս էպիզոդը չսկսենք գոյի մասին խոսալուց։ Ոնց ուզես։ Ես ցածում եմ կհասնենք գոյ, սկսենք գոյից։ Չէ, պետք է մի անգամից։ Հա, դու միշտ խոսում ես գոյից, ոչ թե վաղուց սպասված էր գոյը։ Բարև ձեզ։ Ողջ։ Չնայած մենք բարև ձեզ չենք։ Մոռացել ես ոչ ձևերը։ Դե ասա, ինչ ես ուզում գոյի Դե մասին։ ես ինչ ասեմ, ասող ստեղ։ Բայց ինչ է, ասեցիր ես ինչ չեմ ների ու վсё, ես էլ ինչ չեմ ների։ Դե բան է, էլի նկատի ունեմ բացենք այդ թեման, էլի։ Ես միշտ էպիզոդների ընթացքում աշխատում եմ ով կապ ունի ինդուստրիայի հետ, չգիտեմ, թատրոնի հետ ինչ որ ձևով կապ ունի կամ հենց պրյամոյ կապ ունի գոյի հետ, խոսանք այդ մասին։ Ու այս անգամ էլ ոնց որ Okay, ինչն է քեզ հետա։ ինձ հետաքրքիր է ինչա լինելու վերջը, երբ կլինի գոյը նորից։ Կարա լինելու է, հիմա կա թե չկա այս պահերը։ Չգիտեմ երբ կլինի, բայց որ կլինի հաստատ։ Օֆիցիալ ինքը հիմա չկա, այսինքն թղթաբանությունով բանով։ Եկեք մի հատ հետ գանք, էլի գոյը ինչ է։ Այսինքն ինչն է իր յուրահատկությունը, ինչն է իր ամենակայֆը։ Փորձարարական եւ միակ փորձարարական Որպես չկրթված մարդու էլի, տենց մի քիչ դեբիլի համար բացատրեք։ Քեզ հետաքրքիր է գոյ բառը, թե Չէ, ինձ հետաքրքիր է թատրոնը, թե ինչն էր իր արժեքը այդքան մեծ, որովհետև ես տեսա ինչքան ցավ մարդիկ ապրեցին իր փակման հետ կապված, բայց ոնց որ կողքից մարդու համար դե բեմ է, տարածք է, բայց ինքը մենակ այդ չի, չէ, ինքը իդեոլոգիա է ինչ որ իր մեջ պարունակում։ Նախ մենակ այդ չի, եւ բայց բացի դա էլ հենց այն որ թատրոնա փակվում, դա շատ վատ բան է։ Ու ինչքանով ես եմ ուսումնասիրել ոչ մեկ չի մարսել որ թատրոնա փակել իր կյանքում ոչ մեկ մեր թատրոնի մասին չի խոսքը մերի հերթն էլ կգա բայց մեր թատրոնի էլի թատրոններ են փակվել որովհետև թատրոնը նույնն է ոնց որ եկեղեցի փակես որովհետև եթե նկատել եք մենակ թատրոնում ու եկեղեցում կա բեմ որովհետև թատրոնը դուրս է եկել եկեղեցուց Այդտեղ չեմ լսել Սկզբից միասին է եղել, թատրոն չի եղել։ Եղել է եկեղեցի, եւ ժամանակ տաճարներ, բան այդ ժամանակվա այդ ցուցադրություն։ Հետո այդ արարողակարգը տեսել են, որ ինքը արդեն ուզում է առանձնանա, որպես ցուցադրություն։ Ու ստեղծվում է թատրոնը։ Դրա համար ինքը իր միսիան մի քիչ ուրիշ է, էլի, նախ բեմը ինչա, դու մի աստիճան բարձր ես հասարակ մարդուց, ոնց որ եկեղեցականը, նենց էլ դերասանը։ Մի քիչ ոչ թե վերևից նայելու մասին է խոսքը, այլ դու ավելի ասելու բան ունես, մարդուն տալու բան ունես, բուժելու բան ունես։ Դրա համար էլ երևի, չգիտեմ, Աստված չի ներում նրանց, ովքեր վարվում են թատրոնի հետ տենց, նույնը եկեղեցու հետ տենց։ Իսկ ինչ վերաբերում է թե որն է գոյի առանձնահատկությունը, նախ գանք նրանից, որ գոյը ազգային էր և մեր երրորդ հանրապետության առաջին, անկախ հանրապետության առաջին թատրոնն էր, որ ստեղծվեց։ Որ թվին այնք ստեղծվել։ 88 թվին, դեկտեմբերի 7-ին, այդ օրը բացել են, այդ օրը երկրաշարժի օրը, բայց մենք նշում ենք միշտ 8-ին։ Որտեղ, բարձ։ Ուրիշ։ Մի քանի օր առաջ Մազմանյանի ծննդյան օրն էր։ Չէ, մահվան օրը։ Մահվան օրն էր։ Մահվան օրն էր։ Բայց եթե հետ գա գոյը ինքը նույն տարածքում ալնելու, թե իրան կլինի ստեղծել ինչ-որ ուրիշ տեղ, թե դա։ Ես սենց ասեմ, մենք միշտ էլ մտածում ենք, որ գոյը դա մենք ենք։
մենք մեր խմբով, մեր թմով ինչ որ մտածելակերպ է։ իհարկե որտեղ ուզենք կլինի գոյը։ Ուրիշ բան որ դեմա չեմ ուզում շատ փակագծել բացել, որովհետև շատ բաներ ենք մտածել, շատ բաներ ունենք անելու, բայց ամեն դեպքում մենք դեռ չենք մեռել։ Ամեն դեպքում մենք ստեղծագործում ենք, եթե ուսումնասիրում եք, մենք մեր ընկերներն էլ արդեն անցած տարի 2-3 ներկայացում բեմադրեցին տարբեր թատրոններում, տարբեր բեմերում, նույնը ես։ Ու դա մի օր որ այդ ամեն ինչը նորից կհավաքվի մի տեղում։ Հիմա ոնց որ ամեն մեկը ինչ որ բանով դե պետքա զբաղվես, ոնց որ Չէ, դերասանը չի կարա չզբաղվի, որ դերասանը նույնը ոնց որ սպորտսմենը իր տրինաժները չանի։ Ինքը ուղղակի կմեռնի կամ չգիտեմ, էլ չի լինի սպորտսմեն։ Եթե դու ամեն առավոտ ժիմ չանես, դու չես կարա այդ ծանրազողը բարձրացնես։ Նույնը դերասանն է, եթե չզբաղվես քո մասնագիտությամբ, իսկ թատրոնը դերասանի համար տրինաժ է։ Ինչքան էլ ուզում ես ֆիլմերում խաղաս, թատրոնը դերասանի համար տրինաժ է։ Այսինքն առանց հենց բեմադրության դու չես զբաղվում դերասանությամբ։ Դու չես կարող տունը զբաղվես, օրինակ ինչ որ վարժություններ անես։ Չէ, դա սուտ է։ Ինչի, առանց ավելին ասեմ, ես տունը գնում եմ քնելու համար։ Հիմա կոնկրետ այնքան զբաղվածություն կա, որ հազիվ հասնում են քնել։ Այս իմ համար եկի հետաքրքիր է, որտեվ ես միշտ ստենդափի մասին եմ ասում, որ նորմալ մի հատ ռիլ ընկա, որտեղ մի հատ կոմիկ է շատ լավ բացատրում է, ասում է, որ եթե երաժիշտը գործիք ունի, որպես ստենդափ կոմիկ, քո գործիքը աուդիտորիան է։ Դու առանց գործիքի չես կարող պարապես։ Դու պետք է ասենց Ռուբեն վերցնես, փչես մեջ, չես կարող առանց իր պարապես, էլի ինքը իմաստ չունի։ Կարաս նոտաները հետազոտես բան, բայց դու մեկը պետք է իր այդ պրակտիկան ունես, ու առանց աուդիտորիա չի աշխատում։ Ես չեմ մտածում, որ դերասանի համար էլ նույն մոդելը։ Դերասանի համար իր գործիքը, իր մարմինն է, իր խոսքն է, ամենակարևորը, որը պետք է անընդհատ զբաղվի, անընդհատ խաղա, եթե ուզում եմ միշտ նույն վիճակի մեջ լինի։ Գիտես ինչ է ուզում հարցնել, որ բանը, այդ որ Ամերիկայում անընդհատ ասում են method acting բան, որ Stanislavski method բան։ Վերջերս մի հատ հետաքրքիր էլի ինտերվյու էին նայում դերասանու Քրիստեն Ստյուարտի, որը ինքը Սումերկից հայտնի, բայց ինքը լավ դերասան է։ Ինքը տենց բան էր ասել, որ ես երբեք չգիտեի դրա մասին, որտեղ ինձ թվում էր, որ Ամերիկայում սաղ այդ method acting-ի շուրջ է կառուցված։ Դուք ասաց, որ կին դերասանները Ամերիկայում իրանք ոչ մեկը method acting չի անում։ Իր մտածելակերպը այն էր, որ դերասանությունը այնքան խոցելիություն է բերում, ինքը այդքան բացման process-ը, որ տղամարդկանց համար ինքը ավելի դժվար է, դրա համար իրանց համար պետք է այդ լրացուցիչ շերտը method acting-ի, որ դու կերպարապ դու չես, էլ ոնց որ փոխվում ես, էլի Դու դա Ստանիսլավսկու մեր սիստեմն ես։ ահագին բան ես ինձ ասել, հիշում եմ կանանց մասին, որ իրանք ավելի հեշտ են, էլի։ Մենոտ ընդհանրապես նայած, չէ՞, այդպես միանշանակ չի։ Դե իրանք բնությունով օրինակ Ամերիկայի այդպես մեծ դերասաններ իրանք կարող է բնությունով այդպես հեշտ են լացում։ Բայց խորություն կա, որ կինը կարող է չկարանա տալիս է տղամարդը։ Ընդհանրապես մեր վարպետում Ազմանյան Արմենը մեզ միշտ ասում էր, որ բեմը դա ворցնա։ Հանդիսատեսը էկնա։ հետաքրքիր է։ Դրա համար այդ ակտը պետք է ճիշտ կայա։ Այդ ոնց որ բանի մեջ, գովազդի մեջ ասում են, որ քո սպառողը միշտ կին է։ Միշտ քո աուդիտորիան գովազդի ինքը կին է։ Տենց են իրանք Եթե մտածում։ նկատել եք 1000-ից մի կին ռեժիսոր կա, որ ստացվում է իր մոտ։ Կարող է, բայց վերջերս շատ են։ Դե հիմնականում ես որ Չէ, չեմ ասում, չկա, օրինակ իմ համար կա կին ռեժիսոր Նարինե Մալյան, որը իմ համար ֆանտաստիկ ռեժիսոր է։ Դրա համար ասում եմ, քիչ կան։ Ինձ թվում է շատ երկար վերաբերմունք կար ինչ որ ռեժիսորը պետք է տղամարդ լինի, բայց հիմա փոխվել է ու դրա համար լիքը կին ռեժիսորներ կան, որ շատ հետաքրքիր բան են։ Հետո բանն է, էլի իմ համար գիտես ինչն է, միշտ որ ինչ որ պայից ես ուզում եմ ինչ որ նոր անկյուն տենամ ու եթե երկար ժամանակ չի եղել կին ռեժիսոր ու կին ռեժիսոր ինչ որ նոր անկյուն ա բերում, իմ համար այդ շատ հետաքրքիր է, որ ես չէի տեսել sense Դες բանը, ավտոքշելու նման բան է, չէ՞, ընդունված է որ տղեկն են քշում։ Հա, բայց ես ճիշտ եմ, էլի, մեկը կինը լավ վարորդ չի, 1000-ից մի կին վարորդ որ կարա լավ։ Չէ, բայց դրա բացատրությունը կա։ Բայց սնայպերը լավ Չէ, դրա բացատրությունը կա, այդ ոչ թե ինչ որ բնական հարց է, այլ այնա որ տղամարդիկ շատ ավելի շուտ են նստում ղեկին ու եթե տղան 12 տարեկանից արդեն papayi գիրկը նստած ռուլը բդատում բարձա որ ինքը երբ որ մեծանա ավելի շուտ կդառնա։ Ինձ թվում է բանա լոգիկայի հարցը։ Հա, լոգիկա։ Ես դες չեմ Ես մի մտածում։ անգամ մի բան տեսա, ես էլ վարորդ չեմ, բայց լավ հասկանում եմ, էլի։ Դե ես անտանելի վատ վարորդ եմ, օրինակ իմ համար այդ կանական չի։ Տեսա որ մի հատ ավտո կանգնած։ Հա։ Հետևը մի հատ աղջիկ վարորդ է։
Սիգնալ է տալիս, վերջ այդ վարորդ եկը ասում է, ինչ ասում է, մի հատ կողմնորոշվի, երկու մարկատն է միացրել ես, աչես գնում թե։ Չացել է ավարյոնի Ես մի անգամ տաքսի կանչեցի, կին վարորդ եկավ ու Ինչ նստեցի։ լավ ֆրացրեցի, չէ՞ թատրոնի։ Բայց սա շարունակ ենք դիտի։ Բայց շատ հետաքրքիր էր, դուրը բացեցի, նստեցի, դե օքեյ, կին վարորդ, գնում ենք ու ինքը սկսեց խոսալ այդ մասին։ Կներեք, իսկ ինչի չհարցրեցիք, բայց ոնց է որ դու ես վարորդում, ասում դե նորմալ է, էլի, բայց չէ, միշտ հարցնում են, ասում դե ես որոշեցի չհարցնեմ, հա, տարբերվեմ։ Չէ, ինչի՞ թվում որ ինձ ճիշտ չի թվում որ այդ ինչ որ տենց իրական տարբերություն կա, ուղղակի փորձի հարց է, որ ավելի ուշ են իրանք սկսում, դրա համար ավելի վատ են վարում, որտեղ պրոստը փորձ չունեն։ Չէ, ավելի ուշ է սկսում ու ամբողջ կյանքում նույն ձև են մնում։ Չէ, ես Չէ, իհարկե դա չեմ փոխում կանանց։ Ես բանա, Իմ կինն էլ է վարում։ Ես որ առաջի անգամ տունը բանալեցի, որոշեցի բոլորը մաքրել, դա 30 քանի տարեկանում։ Ես այց վատ էի տանում, կինոս վրաս լիքը կայֆավատելնում, ընթացքում ասում եմ այդ է կանում էլի, ես մենք եմ ուրեմն պետք է ձեր բանալու վրա կայֆավատել, գիտես դա տենց է։ Կարծիքով ավելի համով կինն է պատրաստում թե տղամարդը։ Համով պատրաստողը նվեր։ Չէ, դա էլ կա է։ Չեմ մտածում։ Ավելի համով պատրաստում է նաով սիրով է պատրաստում։ Բայց դե Օրինակ մենք այդ ենք խոսում էլ, որ ես ասում եմ, որ ես կարամ համով պատրաստեմ, բայց դες ամեն օր սկսեմ պատրաստել, ամեն օր պետքա որոշեմ, այսօր մենք էս ենք ուտում, այսօր մենք էս ենք ուտում, ես կհոգնեմ դրանից, ու այդ սերը կկորի։ Երբ որ ես ամիսը մի անգամ եմ պատրաստում, իհարկե ես կարամ ցած կրեատիվությունը միացնեմ, սկսեմ պատրաստելը դառնում է քո համար հոբի, այդ լավ է համոզվում։ Երբ որ պետքա ամեն օր ես որ մտածում եմ, որ օրինակ մամա, տատիկս բանը, որ պետքա ամեն օր իրանք որոշեին ինչ պետքա սարքեն, բան ու ես զարմանում որ իրանց մոտ հələ համով է դրանից հետո ստացվում որ քանիս հետո է սարքը։ Դե լավ, որ տենց ինչ կլինի էլի մի խոսքով կլինի, հա։ Ինչ։ Հույսով լինենք որ կլինի։ Գոյը, դե գոյը։ Իսկ կլինի անպայման դզեց, այդ էր պետք։ Չի կարա չլինի։ Մի բանը եթե մարդը շատ է ուզում, լինում է ֆրանսիական լավ բան կա, ասма ցանկանալ նշանակում է կարողանալ։ Այ, սենց մտածել բան, ընդհանուր տենց ոնց որ կարծիք կա, բայց ես ուզում եմ սկսենք նրանից, որ ես հարցնեմ, էլի դու համաձայն ես, որ մեր հենց կինոյի դերասանական դպրոցը շատ թույլ է այս բան։ Կա կինոյի դերասանական։ Հա, այսքան հա, այսքան հավատալ։ Տեսեք, ես էլ եմ սովորել թատերական ինստիտուտում, ես մեր ինստիտուտում կինոյից շատ քիչ բան գիտեմ։ Որտեվ անկեղծ լինեմ, ին վարպետը թատրոնի մասնագետ էր ու զիլ մասնագետ էր, թե որպես ռեժիսոր, թե որպես բանկավար, բայց կինոյից ես sense չգիտեմ, կինոն ինձ ես զուտ պրակտիկայով եմ կինո սովորել, կինո եմ խաղալ։ Ես քանի որ մի քիչ շուստի տղա էի, ես սկզբից չնկարվեցի։ Մի քիչ։ Հա, ես սկզբից չնկարվեցի այն ժամանակ որ սերիալները մենք նոր ավարտել ենք, սերիալները նոր սկսել էին։ Նոր որն առաջի սերիալը դժբախտ երջանկություն։ Ես այդտեղ ռեժիսորի օգնական էի ու ինձ հետաքրքիր էր ուսումնասիրել դերասաններին, ովքեր խաղում են այդ պահին։ Ոնց են խաղում, կամերան ինչ է։ Նոր երկրորդից մտա արդեն։ Այդ քո առաջի գործն էր որպես ռեժիսորի օգնական։ Չէ, ես բանը, հա, իհարկե, հա։ Գիտես ինչ հիշեցի, որ հələ քո մոտ ստուդիայում սովորում էի, դու որ ավարտելու վրա ենք արդեն, տենց ինչ որ առաջարկ կար դերի երկրորդ պլանի, ասեցիր մի վրազի, հələ, բայց չասեցիր մի գնա, ես գնացի տնտղեցի նայեցի, նկարվեցի, բայց հետո հասկացա, որ երևի պետք չէ դա։ Լինում է։ Այդ չվրազելու պահն է, էլի, որ հա պետք է միշտ իմանաս երևի։ Չնայած իմանաս։ Այդ շատ դժվար է։ Չվրազելն է երևի, հա։ Դա ինձ թվում է տարիքի հետ է գալիս, որ մի քիչ հանգստանում ես, հասկանում ես, որ եթե գլխիդ կա այնց մեկը, որ քեզ կարա ճիշտ ուղղություն տա, դու էլ այդքան մտածելու բան չունես։ Հիմա մեր հայկական շուկան էլ փոքր է, այնց մեծ չի։ Օրինակ, երբ որ դու ինձ ասում ես, «Ստեղ նկարվեմ թե չէ», ես արդեն բնականաբար առաջին արդյունքը ով է ռեժիսորը։ Ում պրոյեկտն է։ Ու ըստ դրա կարող է փոքր դերը կապ չունի։ Եթե ես իմանում եմ, որ այս ռեժիսորն ասում գնա ոչինչ։ Ես էլ եմ փոքր դերերում նկարվել։ Եղել է առաջարկ, զանգել, ասել եմ գուկ, մի օրվա դերակ խաղ, մի օրվա սյոմշնի օր։ ասում են փոքր դերեր չկան, բայց փոքր դերասաններ։ Եթե ինքն է, օքեյ, իր մոտ կարելի է դաժե տես նկարվել։ Մենք մի քանի էպիզոդ առաջ խոսում էինք ու ես այդ թեման բացեցի, որ ես քո մոտ ավարտել եմ ու տենց դու ոնց որ բան չարեցիր էլի, որ ինձ ինչ որ ձևով առաջ տանելու, բան տենց այդ թեման ենք զրուցում, որ ծանոթի միջոցով բան դժվար է
դժվար առանց ծանոթ, բայց ես այդպես երկար մտածեցի այդ էպիզոդից հետո, մանավանդ որ դու կիսվեցիր այդ վիդեոյով, բաններ էլի, այտենց մտածում եմ, դե չէ, всё-таки էդի մարդուց է գալիս, էլի, ես հիմա պետք է աշխատեմ իմ վրա, ես չպիտի ասեմ всё-таки ուրեմն պետք է ասեմ ամեն դեպքում, լիքը այտենց բան կա, որ պետք է ես իմ վրա լիքը աշխատեմ, էլի, որ մարդիկ նկատեն, ասեն, օ, էս Հիմա դու ինքդ քո հետ խոսում ես, քեզ հարց ես տալի, դու պատասխանում ես։ Նայ, նվեր, ինձ այտենց չեն սովորացրել։ հա Այն գլխից Մազմանյանից։ Ինքն էլ երբեք մեր համար ինչ որ մեկին չի զանգի։ հա Ինքը ասել է ես ձեզ տալիս եմ այնքան որ դուք գնաք։ Գնաք, այո, իրանք կիմանան, որ հետո մենք գնացել ենք քաստինգների այն ժամանակ։ Մազմանյանի կուրս ասվածը բրենդ էր։ երևի Միջև հիմա այլ, հա։ Նորերը չկան դրա համար եմ ասում բրենդ էր, որովհետև մենք որ գնում ենք ինչ որտեղ որ մեզ կանչացին, դե այդ վաղ որ չեն ճանաչում, բա, մտնում ենք քաստինգ ստուդիայի, ում կուրսն է Մազմանյանի Արմենի, օքեյ։ Գրանցեցին մի անգամից, այսինքն այն դերի վրա որ քեզ կանչել են, էլ կարիք չկա փորձելու, որովհետև իրանք գիտեն, եթե դու Մազմանյանի կուրսն ես, ուրեմն բեմական խոսքդ լավն է, որովհետև Հեքեքյան Աննանն է տվել, վարպետությունը ուժեղ է, մնացածը ռեժիսորի։ Դե հիմա этап հասավ նրան, որ ես հիմա հպարտորեն կարող ասեմ, որ ինչ որ սյոմշնի պլաշատկում, որ ինձ հարցնում են ով ես դու, ես ասում եմ, որ Գուրգենի Սանն եմ, իմ վարպետը Գուրգենն է, ու էդի հերիք է արդեն, ուրիշ, նո։ Դե այդպես հիմա դու շատ կարևոր բան ես ասում, ես մի քիչ առաջ կադրից դուրս խոսում էի, հենց դա է կարևորը, որ ես պիտի ինձ անեմ, որ մեր ստուդիայում, դեպի ստուդիայում, որ իմ համար կարևոր է իմ ուսանողները, որ ինչ որտեղ ներկայանալուց ասեն Սարգսյան Գուրգենի մոտ եմ սովորել։ Հա, որտեվ դա իմ պատիվն է։ Եթե վատն է ինքը, ուրեմն ես վատ եմ ես երեխու հետ վարվել, կամ վատ եմ իրան սովորացել, որ դեբիլա մեծացել, օրինակ, փարքաստու չունենք տենց։ Որովհետև ես էլ որ մտնեմ ստուդիա աշխատելու Թամարայի հետ, թե տրիոյում, թե Թամարայի հետ աշխատելուց մի պայման եմ դրել, որ ես չեմ նայելու ով է այս երեխու հերը, ով է այս երեխու մերը, ինչ կարան իրանք ինձ տան, կամ ես ինչ կարամ իրանցից ստանամ։ Դա իմ պատվի հարցն է, որ ոնց որ մենք ենք մտել քաստինգի ասել են Մազմանյան ասել են գնա դու անցել ես։ Ես կուզեմ, չգիտեմ, ես չեմ համեմատվում Մազմանյանի հետ, բայց կուզեմ, որ տարիներ հետո իմ ուսանողները ինչ որ տեղ գնան ու ասեն Գուգոյի մոտ ես ավարտել, հա, всё դու անցած ես։ Դե եկել է տարիներ։ Դու փառքաստու, որ տենց է ստացվում էլի։ Այդ մեծ պատասխանատվություն է։ Դրանով ոչ թե դու որ ինչ որ տեղ ասես Գուգոյի ուսանողն եմ։ Ոչ թե դա քո համար է լավ, ավելի շատ իմ համար է լավ։ Դե, հա։ Դու քո գործը կգտնես։ Ես էլ բայց ես որ նայեք բան է, դա գովազդ է, ուրեմն այս մարդը լավ է դաս տալիս, կամ այս մարդը լավ է սովորացնում իր երեխեքին։ Դե չէ, իրականում Այս օրինակ բան էր, երբ որ իմ համար տենց պահ եկավ, երբ որ ես Մոսկվայից տեղափոխվեցի ստեղ ու շարունակեցի ստենդափով զբաղվել, Մոսկվայում ստենդափով զբաղվելը շատ պրակտիկ մոտեցում էր, որովհետև ես շաբաթը մոտ 15 անգամ ելույթ եմ ունում, սա Մոսկվայով open mic-եր կան, կարաս մատերիալ ընդհանրացնես։ Աշխատի այդ սաղ բառը հանես, էլի ինքը ադրբեջանական բառը, դրա համար եմ ասում։ Դե իմը արդեն ինչ ուզում ես հայերեն սովորես, չէ։ Դե հա, կամաց դրա համար եմ։ Կամաց, հա։ Վերջը ստենդափից ենք խոսում։ Հա, ուզում եմ ասեմ, ընդ այնքան էի ես տեղերով փոխում բառերը, միջև ստացվում էր ծիծաղալու։ Այդքան կարայի աշխատեին վրա։ Երբ որ եկա ստեղ արդեն այն խնդիրն էր, որ մենք ելույթ ենք ունենում մի անգամ, երկու անգամ շաբաթական, ինչ շատ քիչ է ստենդափի համար։ Ես մտածում էի, որ ինչ որ դերասանական ինձ բանա պետք, գործիքներ են պետք նոր, բացի բառից, ուղղակի կատակի ուժեղությունից, ինձ պետք են նոր գործիքներ արտահայտման, օրինակ դերասանությունը շատ ուժեղ գործիք է ստենդափի մեջ, որը շատ քիչ է օգտագործվում, որտեղ մենք պրոֆեսիոնալ չենք, ստենդափ կոմիկները սովորաբար ուղղակի դուրս են գալի բեմ, իրանք դերասաններ չեն։ Բայց տես ես օրինակ օգտագործում եմ այդ վերջերս է սկսել եմ, բայց օրինակ Արտուրը դեմ է դրան, Չապայանն։ Բայց որ դու օգտագործում ես դերասանական գործիքներ, դա արդեն չի լինում ստենդափ։ Չէ, դա լինում է one man show։ Այ հենց այդ է, էլի Արտուրը դեմ է դրան, ասում է դու դերասանություն ես հիմա անում ստեղ։ Այդ բացածը անում է Վարդան Պետրոսյանը, լավ իմաստը։ Հա, կարա դա ստենդափ չի։ Դա ուրիշ բան է։ One man show է։ Անպայման չի։ Վարդան Պետրոսյանը ուղղակի չի անցել ստենդափ կոմիկի ճանապարհով, բայց ինքը եթե ուզենար իրան դիրքավորել որպես ստենդափ կոմիկ, ինքը լրիվ պատրաստի շատ մեծ մակարդակի ստենդափ կոմիկ կարող լիներ։ Կան ամերիկացի ստենդափ կոմիկը ինչա։ Ինքը շատ դժվար է իրան սահմանելը, իհարկե, որովհետև ինքը ծնվել է հակադրությունից ստենդափը։
Այսինքն առաջի ստենդափ կոմիկը, որ հայտնվել է, ինքը հակադրվում էր կլաունադային։ Ինքը չէր ուզում կլոուն կոստյումով, ռեկվիզիտով, ինչ որ տես բաներ աներ։ Ամերիկայում։ Հա, Ամերիկայում 30-ականներին։ Բայց հետո ինքը մի քանի անգամ փոխվել է իր մտածելակերպը, 40-ականներին վերջին ամենամեծ փոփոխությունն ա եղել, երբ որ 50-ականներին ավելի շուտ, երբ որ ինքը դարավ շատ անձնական։ Այսինքն ինքը շատ սկսեց բխել անձից, քո մասին պետք է լինի ստենդափը։ Ու իր մինիմալիստիկ մոտեցումն էլ է կարևոր, բայց դերասանությունը չեմ ասում, որ մենք դու կերպարներ խաղաս, կերպարանը փոխվեց, բայց օրինակ, եթե դու ինչ-որ միտք հասցնես, դու կարաս երկար խոսաս կամ կարաս մի հատ ժեստ անես։ Okay, ում գիտես այդ քո ասածներից, որ հավանում ես, էլի, որ ասես այսենց։ Դու չես իմանա, բայց կա մի հատ օրինակ, հա, չէ, լավ, նրանց Էս ինչ ձև ես խոսում իմ վարպետի հետ։ մի հատ կա Քրիստոֆեր Տայտոս, չէ, ամերիկացի Քրիստոֆեր Տայտոս կա, որը հələ ռուսներից ասա, որտեղ Մոսկվայում է սովորել։ ռուսներից չեմ կարա լավ օրինակ բերեմ, որտեվ իրանց շկոլան էլ է շատ։ Ես կարամ այդ քո ասածի մեջ իմ համար բանն է Իվան Աբրամը։ Հա, ինքը ունի, Որ խաղում է։ ինքը խաղում է, բայց ինքը ես իրան չեմ հավանում շատ լավ ստենդափ կոմիկ։ Ինքը ունի լրացուցիչ էլի գործիքներ, որոնք իրան օգնում են։ Այդ եմ ասում, այդ գործիքներն է։ Բայց նա ինքը մեկը մնում է ստենդափի ժանրի Հա, մեջ։ ճիշտ ես ասում, հա, լավ, կարա որպես օրինակ ծառայի։ Որտեղ օգտագործում է միմիկան։ Բանն է, Ջիմ Քերին օրինակ, ժամանակին երբ որ սկսում էր, դա Ամերիկայում ստենդափը աշխատում է որպես բազա ամեն ինչի համար։ Նույն Վուդի Ալենին 2 տարի չէին թողում ինքը կինո նկարի, մինչև ինքը ստենդափում իրան ցույց չտվեց։ Ու Ջիմ Քերին երբ որ սկսում էր, իր ստենդափ համերգները կան։ Ինքը բարերով չէր ծիծաղացնում, ինքը իր դերասանական Կարոջաներ ամուշ Դենիելոյի բանի, իր պլաստիկաներ ծիծաղալու շատ ինքը շատ ուժեղ բաներ էր անում։ Ծիծաղի Ջորջ Կարլինն է ժամանակին ասում, որ ծիծաղի ունիկալությունը նրա մեջ է, որ դու ինչ ձևի էլ իրան առաջացնես, ծիծաղը նույնն է։ Դու կարաս մարդուն ղդիկ տաս, ինքը նույն ձև կխնդա, ինչ եթե իրան ուղակի բարերով ծիծաղացնես, բնույթը նույնն է մնում։ Ուղղակի պետք է գտնես քո ինստրումենտները որտեղից են գալի։ Ու եթե ես Մոսկվայում կարեի այնքան բարը մշակեի, որ իդեալական նախադասություն ստանայի, որ ծիծաղացնում է ու այդ կաշխատեր, ստեղ չեմ կարա։ Դες պետք է ավելի շարժվելով ինչ որ ուշադրություն գրավեմ, ինչ որ նոր ինստրումենտներ բերեմ։ Այդ ինչի համար է ընդհանրապես սկսել խոզակցությունը, որ երբ որ ես հասկացա, ես սկսեցի հարց փորձ անել, իսկ ինչ անեմ, ոնց ես 0-ից ինչ որ unlock անեմ, էլի մեջս այդ դերասանական մոտեցումը, ու համարը ոչ մեկ չէր կարող ինձ ասել, որ գնա ստեղ, գնա այնտեղ, ոնց որ այդ շկոլաները շատ իրանք համարը չկան, այդ դերասանական ինչ-որ տենց ժառանգաբար փոխանցող բաները չկան, ինչ-որ տենց ուղղություններ ընդհանրապես տենց խոսակցության մեջ չէի նկատում։ Դե Հայաստանում նոր ձևավորվում է այդ ամեն ինչը։ Չպիտի որ տենց լիներ, որովհետև մենք շատ հին դերասանական դպրոց ունենք, Բայց փակ ենք եղել։ Հա, բայց անընդհատ ինքը կազմակերպվել է, նորից հավաքվել է, որ ժառանգությունը անընդհատ կտրվում էր, էլի, այդ էր խնդրը։ Չէ, ինչ բան, որ մեր մոտ Համլետներ կան լեգենդար, աշխարհում էլ չգիտեն Շեքսպիրով։ Ահա, Ժիվոյ գլուխ եմ բերեկցել։ Ինչի գլուխ էր կստացի։ Մարդու։ Հա, ես իսկական պատմություն։ Կարթը բայ իհարկե։ Չի Կարթասել, հա։ Չեմ Անգրագետ։ Էլ չասես։ լավ։ Այդ մի քիչ Դերասի կարթաս հայթաթոնի պատմությունը արտավազ մրցանակա բաշխությունը, որ մինչև հիմա կա, եկել է արտավազ թագավորից։ Հա, Թատրոն սիրող։ որտեղ իրոք իսկական գլուխ էր։ Կտրած։ Ռասոսի գլուխը, որ կտրում են, եթե չեմ սխալվում։ Մենք երկար զրուցել ենք այդ թեմայով, բայց ես չէի հիշում այդ։ Բա ուղղակի վատ է, որ այն նոր Վահրամ Սարգսյանն էլ լավ ասաց, ասում է հասկա արտավազ թագավորը դարձավ վերջում թատերական մրցանակ։ Հա, երեք բանն էին նայում։ Փարաջանովի այդ կեֆիրի ոնց որ Գրիշկեքով բաները որ ուղարկելա ու հետո դարձելա ոնց որ բաներ, թանգարաններ գնացա։ Չէ, պետքա գնանք։ Չես եղել։ Եղել եմ, բայց տենց Իմ ամենասիրած թանգարանն է։ հասկանում ես ուսումնասիրելով ուրիշ ալիները գիտես էլի, բայց որ պրոստը մտնես դուրս գաս Չէ, գիտա։ Սարյանը մտա դուրս եկա, Չէ, գիդա պետք է անպայման, բայց դա ես առաջի մի քանի անգամը եղել եմ առանց գիդ, ու ինքը իմ համար գիտես ինչ էր, ոնց որ այդ տուն թանգարանը ինքը արվեստի մասին է իմ համար։ Ինքը նույնիսկ Փարաջանովի մասին չի, այլ նրա մասին է ինչ ձև պետք է լինի իսկական ստեղծագործ մարդ, որը արդեն ինքը մաքուր ստեղծագործություն է իմ համար։
իր ամեն ինչով ինքը չէր կարող միտեղ նստեր ու մի բան չստեղծագործեր բանտում էր նստած ինքը այդ կրշկեկից մի բան կսարքեր չեմադաններից մի բան կսարքեր որտեղ ստեղծագործող մարդ էր չէր կարող ինքը մի բան չստեղծեր էլի ու այդ ինչ որ գժություն կա դրա մեջ էլի այդ նորմալ մարդու ոչ կյանքա ոչ մտածելակերպ է ու դու տենում ես ոնց որ եթե ասեն սպեկտր վերցնենք որպես դու ստեղծագործ դու հասկանում ես որ ստեղ Փարաջանովա ու դու պետքա ձգտես դեպի այդ չես կարող այդքան լինես բայց Լասավես ուր ես գնում էլի ուր պետք է շարժվես ես շատ եմ սիրում չեմ տասնյակ անգամ եղել եմ չնայած ես իր ֆիլմերը չեմ հասկանում ես չեմ կարող իր ֆիլմերը անցալեմ իմ համար իրանք շատ նորմալ է բայց իրան որպես կերպար իմ մոտ այնպես մի քանի կա մեկ էլ բանն է Տոնինո Գոերան որ աշխարհի ամենահայտնի սցենարիստն ամենամեծ սցենարիստն է երբևիցե որ եղել է Ես ոչ այդքան իր գրած սցենարներն եմ հավանում, ինչքան իր կերպարը որպես մարդու, որ ինքը տես կախարդ էր ինքը, էլի տես միշտ երեխա է մնացել, միշտ էլի տես իր Ասած տարի գնացի Տոնինոյից դու։ Հա։ Այդ էնդը ինձ իմոտնես ցավա, որովհետև կուրսերը որտեղ ես սովորում էի, ընդ մի հատ շատ ուժեղ մշակութագետ էր դաստալի Պաուլո Վոլկովան, ու ինքը ամեն տարի ուսանողներին տանում էր իրանց տուն, որտեղ կնոջ հետ էր մոտիկ շատ։ Ես եմ կնոջ հետ մոտիկ։ Այդ անձամբ եմ զանգել Լորային, ասի մենք Իտալիայում ենք ուզում գանք։ Ու ինքը Տոնինո Գոերան մահացավ հենց այն տարի, որ ես էի սովորում, ու ես չգնացի, ես պետքա գնամ։ Մահացավ մարտի 27-ին Այդ օրը մենք Մոսկվայում խաղում ենք իր ներկայացում մեղրը 7 ուղեստ նահանգապետին հենց այդ օրը ինքը մահացավ։ Ու հենց այդ ժամանակ էլ իմացա Տոնինոյի հետ ընդհանուր տենց շփում եղել է, էլի Չերես Մազմանյան, անձամբ շփվել ենք Տոնինոյի հետ, կնոջ հետ էլ, իսկ ասած տարի որ գնացինք Իտալիա, ես նախանցած չէր։ Արդեն Ես լը դեպի ում էի ոնց նախանցած։ Դու անդադ դեպի ում ես։ Դե հիշեք որ արդեն նոր տարի է։ Հիմա բերեմ ընդհանուր կապեմ իրար։ Դե զանգեցինք Լորային, գնացինք իրանց տուն, համարյա ամբողջ օրը մնացինք մինչև Իրիկվա 1000-ը։ Ու Տոնինոյի թանգարանում բանն էր։ Փարաջանովի գիրքներ։ Նվիրած, ասես նկարել է, որ բացում ես Փարաջանովն։ Ես տեսել եմ էդի։ Հա։ Ցույցատվեց։ Ես վերջերս իրա գրած չդրվածքներ այնքան սիրուն էր այդ բանը։ Դե բա պոետի Սադա այդ ֆոնտանը իրա, հա, Էդի իրանց ամուսնության 50-ամյակին նվեր արել կդոչը։ Առաջարկել է Լորան էր պատմում, ասում Տոնինոն առաջարկեց ինչ կուզես Փարիզում ինչ որ մի հատ գեղեցիկ պատուհաններով տուն, թե մի հատ Զիսիմ ինչ դրյակ անտառներում Իտալիա, բայց այնպես ֆանտաստիկ տեղ է, որ գնում ես, հետո բան էր, դե հանճարի հետ գործ ունես, էլի, որ Լորան ասում է, կուզես նստես ստեղ նստում էր Տոնինոն, նստի ու նայի դիմացդ կհասկանաս, նստում էր ու սենց ապակի է, ու սենց զորա գնում սենց, ասում ենք ստեղ ժամերով նստում էր, հետո թանգարանում տեսանք Մազմանյանի նկարները արդեն իրար հետ, հետո այդ էլ հատուկ բան էր, դենք որ գիտեի, Լորան գիտի, որ մենք բանը, Մազմանյանի ուսանողներն ենք, տանում են նենց տան են սենյակներ, ասում են այստեղ Արմենը և Տոնինոն ժամերով նստում են, ժամերով։ Իրանք բավականին մոտ են եղել էլի փաստորեն։ Հա, Դե ինքը շատ բաց մարդ էր այդ առումով, հա, երբ որ ինքը ռեժիսորների հետ շփվում էր, իմ համար էդ էր էլի, որ այդ տենց սցենարիստ լինելը ինչ յուրահատուկ բան է, տենց համար երևի չի եղել համար այդ սցենարիստ, որ ռեժիսորը իր մոտ գալիս է, ասում է ինձ մի բան տուր ու ինքն է արդեն մնացած որոշում, ասում է էսա, հսկի տես պատմություն կա, որ Տարկովսկին մոտը գալիս էր, ինքն շուտ թերթերի խումբ էր, ասում է, սենց բան եմ կարծում, ասում է, սենց ֆիլմ գրեմ, ինչ որ քո համար, այդ Տարկովսկի համար թերթից, էլի, բայց հետո Տարկովսկի ֆիլմը էր, ինչ որ նոստալգիա էր դառնում, բան։ Հատ այգի ունի Տոնինոն, այդ այգի նկարները տեսել եմ, հա։ Հա, գնացինք այդ այգին, այնտեղ ասենք Ֆելինի նվերը կա Անտոնիոնի նկա, Տարկովսկու նկա, ու էլի դες գլոկովալու բան է, էլի որ մատ խաչ կարա դրած։ Մազմանյան Արմենն է Հայաստանից։ Ես միջև ուզում եմ հասկանալ ոնց է ինքը հասցրել այդ տեղը։ Ինքը կարծեմ եղել է Հայաստանի միջև, որտեղ ինքը գրել էր Հայաստանի մասին։ Հա, ինքը գրել էր Հայաստանի մասին։ Այդ ժամանակ ենք շփվել Տոնինոյի։ Կարծեմ ինքը նույնիսկ Փարաջանի թաղմաններ եկել, չէ՞։ Ոսկե Ծիրանին է եկել, առաջի անգամ, հետո մի անգամ էլ եկա, բայց ինքը ուղղակի Հայաստանի վրա սիրահարվել է։ Հա, ես իր գրածն եմ կարդացել Հայաստանի մասին, որ ինքը իրար մոտիկ են։ Հա, այդ Փարաջանովի նստած ժամանակ էլի ոնց որ ահագին օգները դուրս գալու հետ կապ։ Հենց Տոնինո Գոերայի կինը շատ է բան փորձում էր օգնել, որ իրան բանտից հանեն, շատ են իրանք։ Չէ, հասկությամբ կինը կարծեմ։ Հա, բայց շատ ինտելեկտուալ կինա շփվում ես։ Ես մի հատ հետաքրքիր բան էի նկատում, էլի, որ ինչ մարդ ինչքան
ինտելեկտով է լինում։ Լորայի ինտերվյուներն էլ կա YouTube-ում։ Ու հասկանում ես, որ խոսելուց ոչ մի բառ պատահական եւ ավել չի։ Ու ինքը բան է ասում, դու տեսնում ես այդ։ Շատ կարևոր բան է, էլի այդ որ լակոնիկությունն է։ Իսկ ինչ էր ինքը մասնագիտությամբ կինո։ Մշակութագետ է։ հա, ինչ որ Ապունի չէ ինդուստրիայի։ հա, ոչ չէ։ Ուներ կապ։ Դաժե եթե կապել չունենար հաստատ տարիների ընթացքում Այնտեղ մի հատ սենյակ կար իրանց տանը, ասեց սա բանը Ֆելինին ու Տոնինոն ստեղ էին նստում, ասենք որ բանը Տոնինը որ գրում էր արդեն սցենարը, ինքը չի սիրել երբեք գնա պլաշատկա Տոնինոն։ Ասել է ինչ լինի ստեղ է լինելու, ստեղ ենք որոշելու։ չի դիմանա այդ փոփոխություններին բանին հայերեն։ Ստեղ պետք է արվի, պլաշատկում պետք է չարվի, բառ պետք է չփոխվի պլաշատկում։ Ու ասում է ամեն ֆիլմից հետո Ես մեր տամեբելը փոխում ենք։ Մորթում էին իրար ասում։ Բանը Աշոտը իդեպ սցենարիստ է, ինքն էլ է գրում ֆիլմեր, սերիալներ։ Հսկաներ, ասում են, էլ կջարդեն, էլ կգորգրային իրար վրա, ինչ ասում են։ Տկա էմոցիոնալ է։ Բայց վերջում որ արդեն всё Աստված չաներ մի բառ փոխվեր ֆիլմը կարել։ Եղել է, ասում եղել է դեպք, որ դերասանն ասել է, այս բառը ինձ ավելի լավ է նստում, զանգել են Տոնինոին, ասել են կարա լինի, բարի ոմանիշն է, ասել է ոչ, ստեղ որոշեիք դա։ Բայց այդ պետքա Տոնինո Գոյերալն է, պետք է այդքան լինես։ Այս վերջերս Աշոտը եղել է Սյոմշնի պլաշատկում։ Որտեվ ես որտեվ իմ մոտ էլ տենց բան կա, որ ես դե 12 թվին եմ ավարտել ու տենց մի քանի կինո նկարվել է, բայց ես երբեք չեմ գնացել պլաշատկա։ Ու ես վերջերս տենց ռեժիսոր հետ եմ աշխատում, որը շատ եմ էլի իր հանդեպ տենց մեծ հարգանք ունեմ, տենց երբեք չի եղել, որ ես այդքան վստահ եմ մարդուն, որ ես իրան ինչ տեքստ տալիս եմ, ես գիտեմ ում եմ տալիս ու ինչ ենք իր այդ անելու, բայց նույնիսկ ինքն էլ իմ հանդեպ է տենց, որ քանի ես գրում եմ սցենարը, եթե ինքը ինչ-որ բառ ուզում է փոխի, ինքը պետք է նենց կռվով իմ հետ անցնի, որ այդ բառը փոխվի, ու ինքը միշտ թողում է ինձ։ Ու ես էլ նույն ձև, բայց ես երբ որ իրան եմ տալիս, ասում եմ Չէ, ես որպես մամա, դու որպես papa դաշի դաստիարակի արդեն, ես էլ գործ չունեմ, էլի։ Դες բանա մոդեցում։ Շատ ցանոթ բան է, վերջում մի հատ 12 մասանոց ֆիլմ սցենարը ես եի գրել։ Շինարարները։ 12 մասանոց հումորային ֆիլմը։ Ինքը շատ դաժան բան է, երբ որ քո արածը նաև դերում ես հանգարց չստացվեց։ Հա, համել դու պլաշատկում կայր, համել մեջներ խաղում, հա, այդ էլ։ Հետո բան էլ կա է, երբ որ ուրիշ օրինակ ռեժիսոր հետ եմ մի անգամ աշխատել, որ ես զգում եմ ինքը ինչ-որ փոփոխություն ա բերում, ու ես հասկանում եմ, որ եթե ինքը էս ուզում է փոխի, ինքը չի հասկացել խեմ ես էս արել։ Ու հենց ես հասկանում եմ, որ ինքը չի հասկացել, ես էլ չեմ վստահում իրան, որովհետև ես չպիտի բացատրեմ։ Եթե դու սցենարից չես հասկանում, մենք ուրեմն չբռնեցինք իրար հետ, որովհետև ես հենց անց չեմ գրել ոչ մի բան։ Միանշանակ չի։ Դրա միակ ճիշտ ձևը, ինչը ֆիլմը սկսել է, դու ռեժիսորի հետ պիտի աշխատես։ Ճիշտ է։ Հա, շփվես։ Թե չէ դու կարող ես ուրիշ բան գրես, ես ուրիշ բան հասկանամ։ Նորմալ է։ Այդ ռեժիսորի հետ, որ ես ասում եմ, մենք միջև առաջի ֆիլմի հետ վրա աշխատել ենք, մենք մետրաժ ֆիլմ ենք գրել, ինքը էլ որ չի նկարվել, ընթացքում է միջև այդ ֆիլմի նույնիսկ առաջի դրաֆտը, առաջի նույնիսկ հայտը գրելը, մենք մի քանի օր ուղղակի խոսում ենք ամեն ինչից։ Ես իր ֆիլմերն էի նայում, քննարկում էինք այդ ֆիլմերը։ Ու ես հենց հասկացա, որ մենք այսպես բռնեցինք իրար, ու այդ օրվանից մենք իրար հետ նենց լավ ենք աշխատում, որ տենց ոչ մեկ է տենց տանդեմ չեմ ունեցել։ Ես ուզում եմ չվ կյանքի վերջ այդ մարդու հետ կարողանամ աշխատել, տենց կայֆասած։ Անցա, որ դու նոր էիր եկել ոդկաստ, նույն բանն էր, էլի մենք տենց չենք շփվում շատ։ Դու ասում ես մի քիչ ես մնամ, նայեմ կողքից, նայեցիր ու մտար մեջ մի անգամից ու տենց փոփոխություններ, սկսեցինք հասկանալ իրար, հա։ Բանը, իսկ երկրորդը երբ է սկսվելու։ Ինչ է։ Պրոստը բանից, շինարարներ էլի։ Դե հələ չգիտեմ։ Ինչի մասին է, ես Սիտկոմ է, բարի ֆիլմ էր։ Հա, բարի ֆիլմ էր, Մոսկվայից են գալիս է։ Մետրոս աղջկա հետ։ Ну, տոնը պիտի չընդունի բնականաբար, բայց ինքն էլ հատուկ է տենց եկել, որ չընդունեն նորից իրանց հետո արկեն։ Ինքը շատ հումորով ու բարի հումորով ֆիլմ էր 12 մասանոց։ Այդ այն ֆիլմերից էր, որ ասենք չեմ համաչում, ասում եմ, որ սցենարիստի ես։ Երկրորդի սցենարիստն ես դու լինելու։ Չգիտեմ, ըլես։ Դեռ ոչինչ բարձ չի։ Okay։ Ինձ օրինակ հետաքրքիր է, Վանա, դու ոնց ես մտածում մեր դերասանները, եթե իրանց մոտ լավ սցենարներ ունեն, եթե ռեժիսորները մի քիչ ավելի լավ աշխատեն, իրանք ցույց կտան, որ իրանք կարան խաղան, թե հենց դերասանների խնդիր է մեր մոտ։ Չեմ կարծում մեր մոտ։ Հենց կինոյի առումով եմ ասում, էլի։ Չեմ կարծում մեր մոտ դերասանների խնդիր կա, ունեն փայլ։ Դե լատանց թվում։ Մանավանդ մեր ջահելները արդեն, էլի։ Շատ ֆանտաստիկ դեմքեր են։
Որտեղ ես օրինակ սիտկոմերը որ նայում եմ, նույնիսկ նոր սիտկոմեր, որ նոր ինչ որ դերասաններ են տանում։ Ես թվում եմ որ ինքը կարա խաղա, բայց ինչ որ չեմ կարող ասեմ, sense հետաքրքիր բան կա, որ երբ որ դու վատ դերասանական խաղ ես տանում, նույն ձև ոնց որ երբ որ լավ դերասանական խաղ ես տանում, դու չես կարող sense մատնանշես ինչն է, բայց ինչ որ բան ինքը սխալ է անում, ինչ որ ավելորդ բան է անում, ինչ որ նստված կա ավելորդ, որը իրականությունը չկա այդ։ Ու մեր սիտկոմերում շատ է, որ ինքը մի քիչ sense ավելորդ բաներ ունի, ինքը ինչ որ պերֆորմատիվ, իրանք խաղում են։ Հենց այդ խաղը ես շատ եմ տենում, ինքը ինձ անընդհատ դուրս է գցում։ Չնայած բանը, ես հասկանում եմ, որ տարբեր ժամանակներում իրականություն ցույց տալը տարբեր բան է նշանակում, բայց այս բանին ես չեմ համոզիչ լինի, չէ՞ համոզիչ լինի։ Ու ես այդ մեկ այդ է խնդիրը իմ համար դերասանների հետ։ Երկրորդը ես չեմ դնում դերասանների ամբիցիաները խաղալ նենց բան, որը ոչ մեկ չի խաղում։ Որտեղ։ Կինոյում։ Որ կինոյում։ Դե Որ կինոյում։ Դե չգիտեմ, բայց Չկա։ Այն կինոն որ չկա։ Տենց ձգտում էլ ես շատ քիչ եմ։ Չնայած վերջերս տենց ծիծաղալի բան եղավ։ Շուկան մեծ պայթած է, լուրջ եմ ասում։ Խոսել լուրջ մշակույթի կամ արվեստի մասին Հայաստանում հիմա չեմ կարծում լուրջ։ Բայց բան այդ զապրոսն էլ պետք է լինի ինձ թվում է։ Օրինակ եթե վերցնենք ինչ որ X հայտնի Սոզ Ջանիբեկյան, չգիտեմ, ինչ որ հայտնի դերասան, որ մեծ արդեն բան ունի, այտենց լսարան ունի։ Եթե դերասանը գա ասի, գիտեք ինչ, ես ուզում եմ այս անգամ խաղամ մի հատ նենց բան, որ ես երբեք չեմ խաղացել։ Ինչ չեն ենթարկվի բոլորը պրոդյուսերներին, թեկուզ ստուդիաներին, ռեժիսորներին։ Դերասանը ինքը չի ասում ես ուզում եմ այս խաղամ։ Դել կա, հա։ Դերասանն ով է որ ասի, ռեժիսորը պետք է ասի մեծ դերասանը կարա։ Չի կարա։ Բայց իրա վրա է կառուցվում։ Դա սխալ է, չէ։ Ես եմ ռեժիսորը, ինչքան էլ ուզում ես մեծ եղի։ Ես եմ որոշում, դա իմ երազն է։ Բայց այդտեղ մի հատ բան է։ Դա իմ երազն է, ես քեզ ուզում եմ sense տենամ։ Հիմա ռեժիսորը ով դերասանն էլ է, համել կարա էլի, այստեղ բան որ իրան համապատասխան։ Ես շեծի մեզ Աթանեսյան Ալեքսանդրը խաղա, դա սխալ բան է, երբ որ բայց դու արել ես տենց, չէ՞։ Ինչ եմ արել։ Բանը, շինարարները։ Չէ, ես դե ռեժիսոր չէ, ես եմ սցենարիստ եւ երբ որ մտել եմ պլաշտկա որպես դերասան, ստոպ ես չկամ որպես սցենար։ Իհարկե մեջս կերել եմ լիքը բաներ, բան, չես կարա։ Դու իրոք ցանկացած մարդու նայող է պետք։ Մեկը պետք է կողից ասի աչքդ բարձրացրու կամ ունքդ հանի վերև։ Այդ միշտ սխալ եմ համարել։ Այդ դերասանի ու ռեժիսորի հարաբերություններով ես նոր հիշեցի, Աթանեսյանը մեր մոտ լեքցիաներ էր կարդում, որ ինքը ասում էր մի պահ իրան ինչ որ տենց ասցին, այս ինչ ֆիլմ պետք է նկարես ու դերասաններ, ինքը ասեց այս դերասանի ոնց որ բանը սիոմիշնի օրվա փողը այնքան ավելի մեծ է, քան իմ աշխատավարձը, որ ես իրան երբեք չեմ կարողանա թելադրեմ։ Ինքը հրաժարվեց դրա պատճառով, որ ինքը ասեց ես չեմ կարող այս դերասանի տենց աշխատեմ, որտեղ ինքն երբեք որպես ավտարիցա չի նկարելու, էլի։ Տենց խնդիր կար իր մոտ։ Հա, կարող է տենց բան կա, բայց օրինակ այս վերջի դեպքերից տենց տարօրինակ դեպք է, բայց ինձ դզեց մտածելակերպը մարդու, էլի։ Բաներ, մի հատ տենց միստիկ դետեկտիվ էի գրել, որ քննարկումների մեջ էր, ինքը տենց չստացավ որ ոչ մի ֆինանսավորում, բայց որ գրել էի, այնտեղ մի հատ ինչ որ տենց վտանգավոր մարդասպանի կերպար կար։ Ու երբ որ ես իրան գրում էի, բան ռեժիսորը հետ խոսում ենք, ասում են դե թող ինքը sense լուր վախենալու լինի, ասում հետաքրքիր չի, որ վախենալու մարդը վախենալու տեսք լինի, այդ ունենա, այդ հետաքրքիր չի։ Արի թող ինքը վախենալու տեսք չունենա, թող ինքը մի քիչ sense ինչ որ sense կերպար լինի, sense կլոունոտ կերպար լինի, բայց երբ որ ինքը ինչ որ գործողություն անում, դու այդ վախ ես տանում ինքը ինչ վախենալու է։ Այդ sense բան պարադոքս լինի իր մեջ։ Ու ինչ որ քննարկում են ու Արսեն Գրիգորյանը տեսավ այդ սցենարը ու ասեց կսպանեմ եթե իջտակ ես դերը։ Հա, ու ինքը ուզել, ասում ուզում է քաչեր կտրաշվեմ, բան սախ կան կսպանեմ այդ դերը։ Այդ ձգտումը ինձ դզեց էլի մարդու մեջ, որ ինքը տեսավ ինչ որ շատ ոչ տիպիկ բան իր համար ու ինքը շատ ուզեց հենց այդ անի։ Ինձ թվում որ այդ բանը սովը պետք է լինի ինչ որ sense զարմացնես մարդկանց, էլի, ոչ մենք պերֆորմատիվ բանի մեջ ենք, պետք է անընդհատ փորձենք ինչ որ նոր բան բերենք մեր համար, թեկուզ challenge լինի։ Եթե ես շատ եմ տենում որ բայց այդ բանը գնաց չի որ քո ասածը նոր բան է։ Հա։ Նես չի որ նոր բան է, շատ են արել։ Սկսած բանից են ֆիլմից որ ները սատանա է, հա։ Ինքը շատ simple, շատ civil տղա։ Համաձայն եմ որ նոր բան չի։ Վախենում։ Հենց դա, ես այդ էլ ասում եմ որ ես ոչ թե այդ որպես նոր բան եմ ասում, այլ որպես ակնհայտ բան եմ ասում, որ պետք չի պետք է տենց լինի։ Նույն բանը նույն բանի հետ խառնել, կոնտրաստ պետք է լինի միշտ, այդ է հետաքրքիր է միշտ, էլի։ Պետք չի չարագործը լինի ուղղակի չար։ Հակառակը թող ինքը մոտիվացիա ունենա խի այնքը տենց, թող ինքը իրան համարի լավ մարդ։ Այդ շատ ավելի հետաքրքիր չարագործա, քան թե այն սենց չարագործեր էլի։ Օրինակ բանը մի հատ ֆիլմ կար Տիկին նախարարը։ Ես այդտեղ խաղում էի փոխնախարար։ Հա։
մեջը մի շատ փոքր նամյոկ կար։ Դե միշտ մանեմ այդ ամբողջ ֆիլմի ընթացքում ման են գալիս ով է շպիոնը։ Հա, քո վրա էր, չէ՞ գնում անընդհատ, հա։ Շատ թեթև նամյոկ կար սցենարնի։ Ռեժիսորի հետ իրեն փորձեցինք ավելի մեծ ակցենտ ավորել։ Ոչ թե բառ փոխելով, այլ խաղով։ Աննենց խաղացրեցի, նենց գլուխ չեմ գովում, էլի, բայց աննենց որ բանա, արդեն միանգամից ասին ինքն է։ Ես միջավայր մտածել եմ, որ դու ես չէի։ Ես այդ կինոն նայեցի։ Ամբողջ ֆիլմի ընթացքում նենց տարա, որ կարելի էր։ Խոսում էի բաներ, որ կարայի համ որպես սրտացավ մարդասեի, համ որպես շպիոն ասի։ Այստեղ հարցը քո խաղի եւ քո ակցենտի մեջ է։ Ինչեւ էր սաղ ասում են ինքն է։ Ինքն է վերջում պարզվեց չէ, ինքը չէր, ինքը նորմալ տղա էր, պրոստը փորձում էր օգնել նախարարին։ Հետաքրքիր է եկել այսօր գիտես չի մասեմ մտածում որ այդ ուժեղ դերասանական խաղը թեկուզ Ամերիկայում ինքը մի քիչ հիմա այն մակարդակի վրա չի ինչ խոսքի օրինակ չեմ Բրանդոյի ժամանակ էր հա այն ինչ էր այն ժամանակ նշանակում ուժեղ դերասան ու այսօրվա երիտասարդ դերասաններ իրանց մեծ մասը նույնիսկ դերասանել չի ուղղակի իրանք Instagram-ում լիքը պատպեշիկ ունեն իրանց վերցնում են գործի Netflix-ի պրոդյուսերները առաջին հերթին դրան են նայում ես մտածեցի որ կարող է նույնիսկ դա ոչ թե ինչ որ լավ կամ վատ բան է այլ ուղղակի ժամանակի փոփոխությունն է որ առաջ պահանջ կար այդ ուժեղ դերասանական խաղի, այդ որ քեզ պետք է մեջից կանի։ Իսկ հիմա պահանջ կա ծանոթ դեմք տենալու ուղղակի աուդիտորիայի մոտ ու այդ է իրանց։ Հա, իսկ ինչ որ պրոյեկտում որ տենաս քեզ ծանոթ դերասան։ Քեզ ծանոթ TikToker-ին տենաս, այդ է քեզ պետք է։ Okay, դա բայց դառնում է բան, գիտես, ինչ ռազովի բաժակի նման բան։ Ինքը ոնց գալիս է, նենց էլ գնում է։ Տենց էլ կա, տենց մնայուն չի։ Մնում են խոսքի ես քոթուկտ։ Ես վերջերս իմ համար ոնց որ սահմանում բերեցի, որ արվեստով դու պետքա զբաղվես ուղղակի որտեվ դու իրանով ուզում ես զբաղվես, երբեք չպետք է մտածես այս պոպուլյար ադառնալու թե չէ, ու շատ քիչ մարդ կա, որը կարա իրան այդքան նվիրվածություն թույլ տա, որ ինքը դրանով զբաղվի։ Իսկ ընդհանուր մշակույթը ինքը շարժվում է հենց այդ կանոններով, որ էս են հիմա ուզում, հիմա ուրեմն էս ենք անում։ Չկա տենց դա արդեն կոչվում է ժամանցային ինչ-որ հաղորդումներ։ Հա, բան էլի, ձանձրույթը ցրելու ինչ որ միջոց։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր Նիկոլաս Քեյջի ֆենոմենը, որ ես վերջերս հասկացա այդ ամեն ինչը, որ ինքը կոնկրետ շատ դեմ էր method acting-ին, ինքը համարում էր, որ ռեալիզմը ինքը գծերից մեկն է, որով մենք կարանք զվարճացնենք մարդուն։ Ինքը որ նոր էր սկսում Կոպոլայի հետ էր որ աշխատում բան, ինքը շատ այդ ռեալիզմը կարում էր բերել, ինքն էս չի որ չէր կարա տենց անել։ Մենք ինչ որ բայց որոշեց որ չի ուզում տենց անի, ինքը ուզում է այդ գրոտեսկը բերի, այդ տարօրինակ իր շարժումները, այդ միմիկան իր աբսուրդ, բրավի շատ թատրական է։ Հա, ինքը դարավ շատ ունիկալ երևույթ, որ ինքը ունի համ աննասում վատ կինոներ, համ շատ լավ կինոներ, բայց ինքը միշտ զվարճալի է քո համար։ Ինքը միշտ ուզում է հետաքրքիր լինի քո համար ու ինքը այդ անում է ոչ ստանդարտ ձևով, ինքը նոր բան է ինչ որ բերում այդ առումով, իր նմանը չկա երկրորդ էս բան որ կարելի է փնտրել նույնիսկ sense ինչ որ շատ sense բան նոտացիաներ կա որ sense հստակ ընդունված է որ այս sense պետք է խալ բայց մեկը գալիս է ասում է չէ ես ուզում եմ այս sense անեմ ու այդ ընդունվում է մարդկանց կողմից դա քիչ մոտեցում Օ կստացի այդ դրա հետ կապված ընկեր Գուրգենի հետ շատ ա եղել էլի տենց ինչ որ ներկայացումներ են որ բեմադրվում է ասենք դա ընթացքում է չէ ինչ որ ասում է դու ստեղ կանգնի դու ընդեղ կանգնի ես կանգնեցի ասում կլինի ստեղ կանգնեմ ասում է չէ հələ սպասի լավ հələ կանգնի այդ պահը շատ հետաքրքիր է որ կարող է բռնի որ կարող է բայց ճիշտ ասում ստեղ ավելի սիրուն լիներ այդ կոմունիկացիան շատ հետաքրքիր է էլի որ լինում է ինչ որ մարդկանց հետ անել բայց ինչ որ մարդկանց հետ էլ երևի չէ դա նորմալ է էլի նայ կարող է խոսքի բեմում աշխատելուց այն հավաքարարը մի հատ այնպես խելացի բան ասի որ քո մտքով երբեք չի անցել դա նրանից չի որ դու դեբիլ ես ուղղակի քո ուղեղը ուրիշ բանված հիմա ինքը թարմ ուղեղով մի հատ քեզ խելոք բան կար ասի մեր հետ էլ եղել ու էլի եմ ասում էլի Մազմանյանից եմ սովորել որ մենք իր ճտերն էինք ասենց էլ մեզ ասպեր դերասանացում էր բան էր ընդունում էր երբ որ մեկ լավ բան ենք ասում կողքից բայց պետք է գտներ ճիշտ բանին ասեիր Էդ էլ է կարևոր էլի որ ինքը ասենք մտած մեջը փորձանում գնաս ասես Արմեն աղացի բան կասի փախչի Այդ ես զգացել եմ ին վրա հայ այդ ես քո հետ զգացել եմ ին վրա որ զգացել եմ որ չէ այս բանը չէր ոնց որ անիմաստ տպավորություն ասում են որ ռեժիսորները տարիքի հետ ավելի վատն են դառնում շատ անգամ հենց այն պատճառով որ կորցնում են ունակությունը լսելու երբ որ դու երիտասարդ ռեժիսոր ես դու շատ ավելի ընկալում ես դու դե լավ ես մարտիկ 1000 տարի կինոյի մեջ եմ մի սրա խորհուրդ լսեմ ընթացքում դու էլի քոնն ես անում բայց նենց էլ չի դու ականջներդ փագած ես բայց ինչ որ տարիքից բոլորը չէ վարպետներ կան որ միջև կյանքի վերջը մնացել են լավ ռեժիսոր բայց լինում է որ արդեն մտածում ես գիտեմ ինչ եմ անում ու այդ պայն ինքը դառնում է ավելի վատ ռեժիսոր որովհետև մի կինոն
չափազանց մեծ մի Բլոկավորում է, հոգու ուղի համար էլի իսկական Ֆիլմի մասին ես խոսում։ հա Ֆիլմը ուրիշ բան։ հա ներկայացման մասին ասած հա Ֆիլմը Դա ուրիշ ես բան։ ունեի ներկայացման համար։ հա ներկայացումը կարա երևի մի հոգու լինի հա դե մենակ Ներկայացումը մի օքու է։ Բեմադրիս ռեժիսորը պետք է էլի։ Ռեժիսորին է ներկայացում։ Իհարկե դերասանը Բայց ամեն դեպքում լավ է, որ մեկ-մեկ այդ հավաքարարը լավ ռեժիսորը լի, հա։ լավ է, ամեն դեպքում որ մեկ-մեկ այդ հավաքարարը լինում է թե չէ։ Նու այս դեպքում լավ ու վատի խնդիր չկա։ Նես չի որ դու ներկայացումից միշտ ասես հավաքարարին բերեք։ հա ինչքան հավաքարն եք հավաքի Չէ, ես այդ օրինակը բերեցի։ Դե չէ, ես էլ եմ օրինակով ասում, հա, այդ դեպքում կարա ես լինեի կամ ինչ-որ նորմալ է, իհարկե, եթե դու թմի մեջ ես, թմով բան եք անում, մեծ խելոք բան ասես, խիչը վերցնես։ Այդ եթե չէ, ուրեմն դու բան ես, չկայացած, ինչ ասեմ։ էգոյի հարցը Հա, վախենում ես, որ ասես բանը խոսքի, ժողովուրդ էս միտքը նվերն է ասել։ Ես այդպես խնդիր կյանք։ այդ նպատակի հասնելը Արտակնից որ ես մասնագիտությամբ ռեժիսոր չեմ։ Ես ասենք 4 սերիալ եմ նկարել, Արմենիայով էլ, Ադրբեջանով էլ, 4-ն էլ եղել է բավականին բարձր առաջի տեղում միշտ։ Բայց ես դուրս եկա, որովհետև ես չեմ սիրում ռեժիսորությունը։ Միգուցե ստացվում է, ասում են ստացվում է, բայց ես չեմ սիրել այդ անտերը։ Դրանից է նաև, որ ես այդ պրոբլեմը չունեմ, երբ որ դերասանի հետ աշխատել է, լավ բան ասել, ընդունել եմ։ Ու լսել եմ շատ դերասաններից, որ ասում են, քո հետ այնց հավես է, որովհետև որ ինչ-որ բան են ասում, չես ասում, չէ, չէ, էլ եմ ասում, երբ որ տենում պետք չի։ Բայց ես այդ խնդիրը չունեմ կայանալ։ Երևի որ Հիմա արդեն նաև որպես դերասան կայանալու խնդիր չունեմ։ Ես հիմա ասենք հեսա շուտով էլի նոր ֆիլմերում նկարվելու ամբողջ կյանքս եմ տենց եղել։ Մտել եմ պլաշատկա, всё, եթե ես համաձայնվել եմ, որ քո մոտ աշխատելու եմ, всё, ուրեմն ֆոննակին։ հա որտեղ Դաժե եթե վատնա։ Էտա եթե սաղի նպատակը բոլորի նպատակը է նա որ մենք լավ կինո ստանանք ուրեմն մենք բոլորին լսում ենք որտեղ մենք հասկանում ենք որ բոլորն էլ են ուզում եթե բոլորի նպատակն ինքնահաստատվել այդ չի ստացվելու ոչ մի բան այդ ամեն մեկը ինչ որ փորձելու է իրան առաջ բերի ու այդ կինոը մենակ դուժելու կամ ներկայացումը այդ դեպքում դուժելու է Դες ռեժիսորը ասվածը մենակ ուղեղը չի ռեժիսորը դա լիդերը նաև հա իր շուրջը հավաքես թմիդ քո շուրջը շատ ռեժիսորներ հենց դրա պատճառով է որ սկսում են անիմաստ գոր գրալ փորձում են ասել որ ես տղա եմ ես ոնց ասեմ տես բայց այդպես չի դրանով չի գորալով չի դու բազարի մեջ չես մտել այդ ցանկացած տեղ տա ինչի լիդերությունը երբեք դրանից չի Եզնով են կանելես որ թիմդ կոլեկտիվից գա ամեն դեպքում ես որտեղ աշխատել եմ որպես ռեժիսոր դա թու կարողացել եմ պահել թե իմ հումորն էլ ազենք ես կարողանում եմ մեր սաստավին մեր սթաֆին նես հանե ստրեսից Էլ որ թեթև էին նայում բանը անում ես շատ գոռալ չեմ սիրում նվեր լավ գիտի չեմ սիրում գոռալ իմ աշխատելա ոճը չի այդ ես դրա համար բայց ձևը կա չգիտեմ խոսում եմ նենց որ գալիս են որ ուշադրությունն հա դասերի ժամանակ ես դրա համար միշտ գնում էի այն ամենադեմն էի նստում սենց որ լսեի ուղղակի որտեղ որ կամաց է խոսում ու բանը դե որ կամաց է խոսում ակամայից բոլորը լռում են որ լսեն բայց մեկը այն վերջը լավ չէր լսվում ես միշտ դեմը սենց նստում մի օր սենյակում նստած են նվերը մտավ ասեց գերգուրգան բայց դուք խիստ չեք Տիպը մեղադրում էր ասա գնա դուրս Իսկ Անգիկ սանաջի վարավետ այդ ամենասկիզբն էր որ սկսեցինք վարժություններից որ նոր ենք սկսել ընկեր Գուրգենը ասեց որ երեխեք ջան բարդ է լինելու հիմա այս դեմի մի քանի դասը ոնց որ մի 3-4 շաբաթ ուղակի վարժություններ կանենք այնտեղ ձայնային պպզել հելնել մնացած տես բաները չարչարեց լավ չարչարեց ու մեկ էլ սենց ֆիքսվեց մի քանի հոգու վրա այ հիմա դու էդի լիքը արա որտեվ քիչ ես անում սխալ ես անում մեկ էլ իսկ մեզ որ տեսարի մոտ ճիշտ է ստացվում այդ բահը ինձ էլ բան չէր ասում շատ բայց ես պայտակ բան էի անում սխալ էի անում էդի ես էի արդեն հասկանում որ սխալ արեցի ու ուղղվում էի սկսում էի ճիշտ անել հա պետք է հասկանաս ինչի համար ես անում էլի նպատակը որն է դա քիրա ինձ ես մտածում եմ որ մոտակա այս 4-5 տարին շատ է փոխվելու հայկական կինոն ընդհանրապես դա ես միշտ գնայից եմ ասում հա չէ ինձ թվում է ինքը անխուսափելի է ստացվելու տենց որտեվ այս սթրիմինգային սերվիսները որ աշխատում են
իրականում մի 5 տարուց ինձ թվում է իրանք կորելու են մի հատ մնալու, որտեղ այդքան շուկա չկա, բայց ինչ որ ժամանակ է պայքարի ընթացքում այդ կոնկուրենցիան ինքը հիմա ուրիշ մակարդակի վրա է, եթե առաջ մենք մենակ ալիքներով էին կոնկուրենցիան գնում, ալիքը, որը ինչ որ ֆինանսավորման հստակ ինչ որ աղբյուրներ ունի, իրանք այդքան բան չէին, մոտիվացված չէին, որտեղ մարդը մեկը բան հերոսը միացնում է ստրիմինգ բերել, այն էլ Հայաստանում որտեղ այդ մշակույթը ընդհանրապես չկար այս ժամանակ, որ մարդիկ փող տան պատվիսկայի, որ բանան ինքը ուրիշ մակարդակի կոնտենտ է պահանջում, ուրիշ որակ է պահանջում։ Մենք տենում ենք հələ որ տեխնիկական որակը, հա, այս վերջին նկարած սերաները տեխնիկապես շատ բարձր մակարդակի վրա են, ոչ մի վիճելու տեղ չկա։ Լույսը գույնը, հա, ճիշտ է։ Աչքդ ուրախանում է, էլի, օ, ինչ լավ օպերատոր պաստանովщик ունեք դուք, ինքը գիտի ինչ անում, правда, հələ որ ինքը սցենարի հետ կապ չունի։ Ինքը ոչ մի ձև սցենարի վրա նստած չի, պրոստը ինքը ցույց տալի, որ ես կարամ լավ բաներ անեմ արդեն։ Ռեժիսորը ցույց տալի, որ ինքը կարա լավ սցենա բլոկ անի, բայց այդ սցենան չի կպնում մնացած սցենարին, դրամատուրգիան չկա, դերասանները որ համոզիչ են, բայց այդ մյուս քայլն է արդեն, երբ որ տեխնիկապես արդեն հասանք ինչ որ այն վիճակի, որ հասկանում ենք, այլ մարդիկ չեն զարմանում, հետո ինչ անենք, էլի տենց մի հատ ռեժիսորը էինք խոսում, ինքը տենց ասում էր, քո մոտ այս սցենան ինքը բան բավականին ոնց որ բան չի, էքշնոտ չի, արի ստե ինչ որ sense խոսքի տրակոց լինի։ Ասում այդ տրակոցը, այդ պայմանական եմ ասում տրակոց, էլի։ Ինքը կարևոր է, մենակ եթե ես գիտեմ այդ շենքի ներսում ով է գտնվում, ու խիա կարևոր, որ ինքը սաղմն է։ Եթե ես դրա մասին չեմ մտածել, ուղարկի գեղեցիկ պայթուն ես ուզում ցույց տաս, մարդիկ չեն զարմանում, արդեն այնքան են տեսել, արդեն ինչ էպոխա է անցել սպեցէֆեկտների, ինչով ես դու ուզում զարմացնես։ Դրամատուրգիան պետք է զարմացնի, դու պետք է լարում ստեղծես, այդ արդեն սյուժետից է գալի։ Իսկ սյուժեն որ մատուցվի, դերասանը պետք է այդ անի, առանց դերասանի հետ չի աշխատելու։ Դրա համար անխուսափելի ինձ թվում է մոտակա 5 օրերը պահանջ է առաջանալու 5 տարում։ Հիմիկվա մեր օրերի ռեժիսորներից շատերի ամենամեծ խնդիրը այն է, այն ինչ որ ես եմ նկատել ու շատերն են նկատել։ Իրենք չգիտեն ինչ է կինոն։ Ինչ եմ ասում։ Ես եմ նկատել տենց բան ճիշտ ասած։ Ես եղել որ նկարվել եմ շատերի մոտ, իրանք սիրուն լույս են դնում, սիրուն կադր են դնում։ Սցենարներով են մտածում։ Սիրուն պաստանովկա են անում։ Բայց այն ինչը որ պետք է անեն, դա չեն անում։ Թե դերասանի հետ աշխատանքը, որ ստանան, թե այդ մթնոլորտը բացի դրանից, այն ինչ որ ինքը անում է, դա պետք է անի գլխավոր օպերատորը։ Ես գիտեմ այդպես օպերատորներ, որոնք ֆանտաստիկ կարող են այդ ամենը։ Ռեժիսորը տեսել եմ շատ դնում մոնիտորի մոտ շատ սիրուն պետք չի։ Պետքա շատ լավը լինի, պետքա ճիշտ լինի։ Էմոցիա առաջացնի, էլի, հա։ Բաններ, հետո այդ դերասանի հետ աշխատանքը, նույնիսկ ինչքան մեծ վարպետներ կան, մեկը իրանք ոնց են դերասանի հետ աշխատում, օրինակ, չեմ, Նոչի Կաբիրին, իմ երևի սիրած կինոն է Ֆիլինի, ես այդքան էլ էլի 8.5-ը ես չեմ հասկանում։ Երևի խնդիրներ որ առաջին հետ եմ նայել ու ասենց ես կապ չունեմ արվեստի հետ։ Իսկ հետո իմ վարպետը ինձ Նոչի Կաբիրին ցույց տվեց ու ես հասկացա խի ինքը վարպետ, բայց ընդ մեկը առանց Ժուլիետա Մազինայի չէր կարող այդ կինոն լիներ։ Ինչքան ուզում ես Ֆելինի եղի, եթե այդ աղջիկը ընդ չկա, ինքը ոչ մի ձև չի աշխատի։ Նայել ես Նոչի Կաբիրին, շատ եմ խորտ տալի, նենց ոչ մի սիրտդ կկոտրի այդ կինոն։ Հիմա նայեք կոտրվես։ Շատ կարևոր է դերասան, ռեժիսոր աշխատանքը։ Հիմա մի հատ շատ պրիմիտիվ կարող է հնչի, բայց նույնիսկ սերիալում հիմա առաջի չէ, երկրորդ սերիալում, որ ես խաղացել եմ, դա 2009 թիվներ։ Աննա սերիալը, ինքը սերիալ էր այն ժամանակին։ Բայց Ելենա Արշակյան իրար հետ ենք աշխատում, ես որպես դերասան։ Իմ կերպարի վրա ահագին չարչարվել ենք։ Սերիալա չէ ինքը, բայց մինչև սերիալը սկսելը, իրես ինչ երկար աշխատանք ենք տարել, որտեղ իմ դերը հեշտ դեր չէր, աուտի քիվանդի դեր էր։ Իրար հետ խոսել, իրար հետ շփվել, թե գործից դուրս, թե գործի ժամանակ։ Բայց այդ դու էիր ուզում, թե այդ ակամայից տենց դասավորվում էր ու ինքը նորմալ է ես ուզում։ Շփվել իր հետ պարտադիր էր, ես էլ ուզում, ինքն էլ էր պահանջում, որտեղ ինքն էլ է, Ելենի իմ համար պրոֆեսիոնալ է, լավն է։ Իրար հետ ահագին աշխատել ենք, նույնիսկ արդեն որ պլաշատկա, մտանք պլաշատկա, իսկ պլաշատկեն իմ առաջի բաներ, Ամիրյան փողոցի վրա էր։
տեսարան է, ամեն ինչ մշակել ենք, ամեն ինչ, որ մատերեսը ոնց պետք է լինի, հայացքս դե աուտիկը դժվար է մի քիչ խաղալը։ Իհարկե, հա։ Մեկ էլ եկանք, որ արդեն ասի հոп, ել, բա քայլել ես, ոնց է քայլում այստեղ են։ Ասես բռնի ձեռքից իրար հետ քայլենք։ Ու դե համել այդ ընթացքում այնքան ֆիլմ էին այ աուտիկների։ Մեկ էլ եկավ Դաստին Հոֆմանի բանը Չիլավեկ Դաշյան, հա։ Ու գնաց, ու ինքը տենց կպավ այդ դերը։ Այս կեմ ասեմ, որ ռեժիսորի ու դերասանի իրար հետ աշխատելը շատ կարևոր։ Անպայման։ Տես այդ կինոն արդեն քանի տարի է 20, 15 տարի է անցել այդ սերիալը։ Բայց մինչև այսօր մնացել է այդ դերը իմ պատմության մեջ ու ահագին խաղացի այդ կերպարը, որովհետև ամեն ինչ արել ենք, որ ստանանք այդ կերպարը, Միջև նկարել, ամեն ինչ արել ենք, որ ստանանք։ Իսկ այդ սերիալից էլ որ կերպարն է, որ տենց արդի է մնացել էլի։ Ես չգիտեմ։ Այդ է էլի։ Դու չգիտեմ, իմ բախտը միշտ բերել է, իմ խաղացած դերերը մնացել են։ Շատ իրոք կան տենց շատ կան որ մնացել։ Չէ, մարդկանց բախտը բերել է, ես չէի ասի բախտս բերել է։ Ոչ էլ ես իմ վիրտուոզ շնորհքով տղա եմ։ Ուղղակի սիրում եմ իմ աշխատանքը։ Անկամ բաներ հետաքրքիր։ այդ լավ բան ես ասում, այդ նենց աբսուրդ բան է, ինչքան նույնիսկ դերասանների հետ եմ խոսացել ու ընդհանրապես ստեղծագործական սֆերայի մեջ մարդկանց հետ խոսում եմ, ես հասկանում եմ, որ իրանք չեն սիրում իրանց գործը, իրանք ուզում են լինեն, այսինքն մարդ կա, որ իրան դզում է գաղափարը, որ ես դերասան եմ, բայց դերասանական վարպետությունը իրան չի հետաքրքրում, իրանց ստատուսն է պետք։ Իմ մոտ հակառակն է։ Երբեք մտքովս չի անցել, թե ես այս ֆիլմում ինչ շոր եմ հագնելու։ Մեկ եղել է գնացել ենք Գուգ ջան, բան ասեմ, ինչ տակ են հագնում, բոմժի շոր տվեք։ Եթե դերես բոմժա պահանջում, բոմժի ես ավելի շատ մտածում եմ ոնց խաղամ, ոչ թե մազերի սանրվածքը բան։ Իհարկե հիմա արդեն հասկանալով փորձում եմ օգնել իրանց։ Օրինակ այս վերջի սիթքոմում Ժիրոյի բանում ես խորացանք, որ մազերս հետ սանրացել։ Դե էտա էլի մի անգամ որ նստած խոսում ենք դու ասիր որ ես նենց չէ էլի սիմպաթիչնի տենց ես հա էլի բայց Ալեն Դելոնը բայց որ պետքա լինում դառնում ես չէ սիմպաթիչնի սիրուն հա ամեն ինչ կախված է ինչ ես անում հենց էտա էլի հա ամեն ինչ կախված է Իսկ համար առաջի անգամ դժվար էր թատրոնից հետո կինոյում խալ թե ավելի հեշտ էր Որտեւ ես կանամ համ ֆիլմում ավելի հեշտ է եղել, քան թատրոնում։ Որտեւ ես համ հեշտի տեղն եմ տենում, համ դժվար է։ Օրինակ հիմա ես հասկանում եմ, որ ավելի հեշտ է նարմով, որ քեզ պետք չի մտածել ամբողջ մարմնիդ մասին, կոնկրետ հիմա այս պլանն է։ Թատրոնում ամբողջ մարմնի մասին Մյուս կողմից էլ թատրոնում դու այդքան աննկատ միմիկայի գործիքներ չունես, ժեստերի աննկատ այդ բանը չունես։ Թատրոնում ամենը մի քիչ ավելի շրոկի պետք է չէ՞, որ ֆիլմում ավելի արխային ես, որովհետեւ լավ չեղավ, մի հատ էլ անենք։ Հա ու պրիտոմ այնտեղ կա մոնիտորի մոտ ռեժիսոր կա ինքը նայում է լավ չի մի հատ էլ բայց ներկայացում ժամանակ չկա այդ բանը կենթանի շփում է մարդու հետ անձամբ դրա համար երբեք չի մեռնի հիշեք խոսքս թատրոնի երբեք չի մեռնի ես էլ այդ ասում հիշում եմ գիտությունը ու ասես կհասնի բայց մարդը մարդու հետ երբ որ վերանա սեքսը կվերանա թատրոն Բանն ոնց որ հետո բացի ամեն ինչից եթե վերանալուց ուներ վաղուց կվերանար ամենահին արվեստներից է մինչև հիմա ինքը շատ ինչ է եկել է ասել են վերջ թատրոնը կվերը ռադիոն եկել է ասել են թատրոնը կինո հեռուստացույցը թատրոն ինտերնետ վсё թատրոնը չի լինելու է նոր լավ ասես սեքսն ու թատրոնը միշտ մնալ են որտեղ դրանք նույն բանի մեջ ակտի մեջ են լավ Այնքան ցիտատների մասով շատ հիշեցել է դասերի ժամանակ լիքր ելերքը կտրես հետո իսկ ամենա բանը էդ էլ կա այդ կարակ նույնիսկ ուրիշ դերասաններն էլ հարցնեք տեսարան որ վախեցել ես խաղաս ահա եղել է տեսարան բարդ տեսարան որ վախեցել ես խաղաս ոչ թե ասել են ոյ մոմո ջոնիս ինչ է այլ ես սա ոնց եմ ստանալու բայց ստացել ես կարծում եմ չստանաս իսկ եղել է որ հրաժարվես տենց վախը կրի չէ այդ արդեն էդի ներքին աբիդ է ոնց քեզ համար է դերասան ու արա այնքան ինչքան կարաս Էդ էլ բաններ մեր գյուղը ֆիլմ իմ ամենասիրած ֆիլմերից մեկը որ ես խաղացել եմ հա ուրեմն ամբողջ դե սցենարը կար Էլի Ելենը ռեժիսորը նկարում ենք Դսեղում գնացել ենք 2 ամսով Դսեղ նկարելու
Առաջ օրվանից, ասում եմ, դե արխային եմ մնացած խաղալը բան ուժը փորձել են ելը, ասում եմ, միշտ ֆռում ամեն սյոմքի ընթացքում ելա այս տեսարանը, արա դե գնայան, ասեն, այդ ֆինալն է այդ տեսարանը, բանն է, բանակից քեֆն է, այնց բանը պալատկա է խփած, վրան է խփած, ու գնում եմ, որ իմ յանի սիրած աղջկան հրավիրը, դե ինքը մի քիչ ծնդած էր այդ ֆիլմում, էլի, գյուղի քյալ էր, ոչ թե գիժ էր, այլ գյուղի քյալը տղա էր։ Գնում եմ, որ այդ աղջկան հրավիրեմ, այդ աղջկան այդ մային փախցնում է իր սիրած տղան։ Ես մինչև այդ գիտեմ, ինձ ասիրում, բայց գնում եմ, տենում եմ իրար հետ ինքն էլ գալի հաջող անում, բարով գնաց բանակ մասը։ Ու հետ եմ գալիս արդեն դեպի քեֆի տեղը, ու տեսանով տենց գրած է, որ գալիս եմ, երաժիշտներին ասում եմ նվագեք, մի քոյնք են ոսկայնան թարով բան։ Հա, որ լիքը բազում։ Հա, ասում եմ նվագեք, ու ես պետք է parեմ, ընդ գրածա, որ անորմալ պարա գրած, համ պարում է, համ լացում է բան։ Ես էլ միշտ չեմ սիրել լացել նկարանալ չեմ սիրել։ Այն էլ այդ ոչ մի հատ գժված տեսարան է, էլի, որ հազիվ են իրան հանգստած։ Այդ տեսարանից ես միշտ վախենում եմ։ Անընդհատ է որ այդ երկու ասում են ելեն մի հատ այսօր իրիկունը այ տղա գնա մի բան կանենք ու հասել է օրը եկել է պալատկեն խփել են արդեն ուրեմն Ելենի մոտ կատեգորիկ արգելվում է խմած մտնել պլաշատկա կատեգորիկ չկա տենց բան կհանի մի անգամից կարող են գլխավոր հերոսին հանի եթե խմած եկավ պալատկեն խփել են ամեն ինչ ոչ մասով կեն նստած ոչ միայն մասով կեն դերասանական ստաֆը բան հզոր ստաֆ էր էլի Դավիթ Հակոբյանը վրույրը ոչ մեծ էր սաղ նստած են հիմա այդ տեսարանը պետք է գա սիրտս գցում այ բան չի ասել ինձ ասես պատրաստեք բոլորը կամերաները բանը դրած է ասես արի դուրս գուք գնացի օգնականի հետ Արմինեի հետ ասես Արմին բացի սումքետ բացես տնական արաղը հանեց պես բաժակի չափով տնական արաղ լցրեց ասես խմի խմեցի բան չեմ հասկանում ասես հա ասի չէ մի հատ է երեք հատ այսպես գրանյոն մեծ բաժակով տնական արաղը տվեց արդեն իրոք շատ եմ վախում այդ տեսարանից էլ ու շատ եմ ուզում լավ ստացի որովհետև կինոյի բանն է էլի երեք հատ սրանով երրորդից հետո արդեն ջոգի որ սենց եմ բռնում ասես դե մտի ինչ ուզում ես արա դու ամբողջ կինո ամեն ինչ խաղացել ես արդեն այդ կինոն վերջինն է դե ոնց կգար բայց արդեն զգում եմ որ հարբում եմ ու Ելենը մտավ ներս ասեց որ ժողովուրդ սալնելու եմ մի դուբլ Աստվածչանի մեկը փչացրել է բանման ով իրան չի կարելի զսպի թող դուրս գա ոչ մի խոսքով սա կոնտրոլ մոտոր գնաց Բայց չգիտեմ ինչ եմ արել բայց մտար մեջ արդեն կա այդ բանում կա էլի YouTube-ը Դա քիմի հատ բան կար իշու վերջը չեմ պատմինակներ մտա ես ինձ պետք է բանը ջազ վրուրը որ բացի Հարությունյան եկա փաթաթվեց չեմ հանգստանում բան զգացի որ ջազ վրուրը էս մասով տվեց բերնից տվեց ու գրկես տարավ նստեցրեց ու լացում եմ ձենով լացելուց զգում եմ որ բերենից մեջ բաներ افրֆռում իրեկա տատամ ջարդել է որ արփքվել է մի խոսքով այդ տեսանի ընթացքում մարդիկ ճշտով լացեցին շատ ով լացում էր Ելենը ձեռով ասպեր դուրս արի որ չխանգարես բան ով պրսանք արդեն ստոպ Ելենը ապրեսիս ինչ ժիվը նոսից ատամներս բերից փեչել մնացել Այդ իմ ամենավախենալու տեսարանն է եղել ինչև այսօր որ խաղացել եմ ու երկրորդ անգամ չես կարող այլ պետք է սա իրավիճակը դզվել որտեղ էլ էր Արյունի հետ կապված որը Սամոյի հետ Թոպալյան տեսարանն է որը Մեշոկի Էդի թատրոնում էր Դե հա գիտեմ բանը այդ խմացի վրա հետաքրքիր բան է տեսել դե ասում եմ ես որպես մարդ որ շատ կապ չունի դերասանության հետ դրանց ոչ ակնհայտ ինֆորմացիա էր իմ համար էլի որ մի հատ չեմ հիշում ով էր դերասաններից տենց հին լավ դերասաններից է որ թե դար Գարի Օլդմաններ թե ով էր որ ասում պատմեր իրան որ սովորացնում էին իրան ասում են խմած խա ինքս sense քայլում աճաճվելով իրան ասում են դու հիմա խաղում ես մարդու ով որ օյաղա ու ձևա թափում որ ինքը խմած է խմած մարդը միշտ փորձում է ձև թափի որ ինքը օյաղա դες հակառակ process-ն է դու պետք է ամեն ձևով փորձես խաղաս որ դու օքեյ ես բայց չստացվի այդ որտեվ ես եմ հիշում ստուդենտский թատրոնում երբ ես չխմա ես էլ այդ սխալ էի անում էլի տիպ ձև է թափում որ ես խմած եմ իրականում իսկ պետք է հակառակ անես այդ լրացիչ այդ բանը որ
այդքան առաջ գնաս հասկանաս, այդ իմ համար ոչ ակնհայտ էր, բայց այդպես հասկանալի էր այդ բանը, որ հա, այս իսկական դերասանությունն Դե է։ բանը ավելի լավ է տենց, օրինակ ընկեր Գուրգենը միշտ ինձ ու բոլորին ասել է ավելի լավ է շատ արեք, գրոտեսկ արեք, շատ թատրոնում, հա։ արեք, այդ շատը կլինի թափվել վրից հանել, Չէ, բայց երբ որ չես ոչ թե արեք արդեն խաղալուց, այլ փորձերի հա, ժամանակ։ փորձերի ժամանակ Փորձերի հա, ժամանակ։ Այդ էլ էր հետաքրքիր, բան, որ ես Չէ, հիշում եմ, խմացի պահով իմ հետ փորձերի ժամանակ ես եմ հիշում, որ մեզ մի քիչ դեմ, մեր մոտ ստուդենտский театр էր, ինքը տենց կիսապրոֆեսիոնալ էր, բայց ես միշտ հիշում եմ, որ ես երբեք չէի կարա փորձի ժամանակ այն էմոցիան ստանալ, որը ես կարայի ներկայացման ժամանակ, որտեղ երբ որ հանդիսատես Բայց էներգիան գալիս է։ բայց մի հատ բան ու իմ համար միշտ այդ բաներ էլի, ես մտածում եմ, որ էսի պրոֆեսիոնալիզմի պակաս է։ Եթե ես իսկական դերասանն եմ, ես պետքա կարողանայի նույնիսկ առանց աուդիտորիայի կարողանայի բերեի, գոնե մոտիկ բերեի, բայց լրիվ տարբեր էր իմ համար էլի, այն ինչ որ փորձի ժամանակ էր, մենք ուղղակի շարժումներ էինք ոնց որ սովորում, իսկ ընդ արդեն իսկականն էր գալի, ու ես չեմ պատկերացնում, երբ որ դերասանները օրինակ չեմ երկու ներկայացում են խաղում օրվա մեջ շաբաթը չգիտեմ 4 օր ինչ որ փախած թվել, որոնք կարողանում են այդքան էմոցիա տան, ոնց չեն վառվում էլի շաբաթվա վերջում։ ասեմ։ Այնտեղ ես չեմ ասել, դա Փափազյանն ասել, Արամ Փափազյանը գոյություն ունի խաղալու երկու ձև՝ ցուցադրական արվեստ եւ վերապրումի արվեստ։ հա Երբ որ սկսում ես վերապրել 1, 2, 3 ինքը դառնում արդեն ցուցադրություն։ Հա։ Դու արդեն քո տեխնիկայի հաշվին պարտադիր չի, որ ամեն անգամ եսի մի տեխնիկա դա աշխատում արդեն։ Դու արդեն վերապրել ես, հա, արդեն անցել է այդ этаպը, դու արդեն Մկաններն են կարող է աշխատում, էլի։ ընթացքում մեկ էլ մի օր նորից տենց բանը, բայց արդեն հանդիսատեսնել չի կարա զգա։ Դե Փափազյանն ասել է, եղբայր, որ ես ամեն օր վերապրեմ կմեռնեմ։ Հա, հա։ Բայց ասում է ինքը բեմում պատտվում էր մեջքով ասում ուսերով ունենց էր լացում, ուսերն էր տենում։ Ամբողջ ասում դահլիճը լացում էր, բայց այսինքն նայում են ինքը խնդում է։ հա Հա, դեռ պետքա շատ ուժեղ գիտակցված լինես, էլի, երբ որ տեխնիկան ունենաս։ այդ վերապրելու պահին, այդ մի քանի վերապրելու պահին դու պետքա սաղ ֆիքսես քո մեջ ոնց է շարժում։ Հետաքրքիր որ Okay, ուրիշ ձև համեմատեմ, թաղումների ժամանակ, հա, երբ որ սկզբից բերում են, հա, դնում են, չէ, ուժեղ լացում են, հետո էլ են ուժեղ լացում, բայց արդեն էնի չի։ այդ չի, հա։ Արդեն Ճիշտ է, հա, դարձել է բան ռեֆլեկս, կարող ավելի բարձր լացել։ After shocker-ն են ինչ որ, հա։ հաստատ Արդեն դու արդեն ես հենց մեջ հիմա դեպքեր տեսեցի։ հիշեցի տենց էլի Հա, իրոք հա։ Հետաքրքիր որ ստենդափի մեջ լրիվ նույն պրոցեսը, դե ստենդափը իհարկե թատերական ինչ որ ճյուղ է, ինքը նոր կուլտուրա է։ Բայց ինքը թատերականից է դուրս եկել, էլի, ինքը թատերական Այնի չի որ բեմի վրա է կատարվում։ ու ընդ լրիվ նույն պրոցեսն է, որովհետև երբ որ դու առաջի անգամ ես կատակը պատմում, դու այնքան ես ուզում իրան պատմես, դու այնքան իրական ես այդ բան, քեզ շատ ծիծաղալու է այդ բան, որ առաջի անգամ ես պատմում, բայց երկրորդ օրը կամ նույն օրը դու գնում ես մյուս open mic-ը, դու էլ չես կարող այդ իրական անես։ Արդեն դու այդ կատակը լսել ես, դու իրակ գրել ես, քո համար Բայց կարող է առաջի օրը դու այդ կատակը պատմես, Հա։ քո համար շատ լավ լինի, իմ համար չէ։ Երկրորդ օրը որ դու արդեն վարպետացել ես այդ կատակին, իմ համար ավելի ծիծաղելի լինի, քան քո։ Այդ քո ասածը ինքը գալիս է, որ դու արդեն տասնյակ տարիներ զբաղվում ես դրանով, դու շատ ուժեղ պրոֆեսիոնալ ես, բայց սկզբից համարը բոլորի մոտ նույն բանն է։ Առաջի անգամ պատմելուց լավ է աշխատում։ Հետո կտրուկ անկում է ծիծաղի մեջ։ Ու հետո դու սովորում ես խաղաս այն ինչ որ դու առաջի անգամ բնականորեն մատուցել ես։ Այո։ Ու ինքը շատ մեր process-ը սովորելու էդ է։ Մենք սովորում ենք մենակ աուդիտորիայի առաջ, մենք չունենք առանձին փորձ, առանց աուդիտորիայի ստենդափի մեջ այդ ուղղակի չի կարող աշխատի։ Դու միշտ պետք է աուդիտորիայի հետ անընդհատ այդ կոնտակտի մեջ լինես։ Փորձ չունենք մենք, չէ։ դե փորձ ռազգոններն է, բայց Այդ էլ փորձ չէ, այդ կատակի գրելու process-ն է։ Քո միակ փորձը աուդիտորիայի առաջ է, մենք հատուկ միջոցառումներ ունենք, որտեղ մարդիկ գալիս են ու գիտեն, որ էսի ծիծաղալու չի լինելու մեծ հավանականությամբ, բայց իրանք լսում են ու որտեղ իրանք ծիծաղում են, մենք դա ոնց որ սկսում ենք ուժեղացնել հենց այդ մասերը։ Ու տենց ինքը անընդհատ շփումի մեջ է առաջանում։ Դրա համար իսկական ստենդափը ինքը շատ անմիջական է ու շատ ուրիշ մակարդակի վրա է, էլի։ Մենք մի 15 տարի հետո, եթե զբաղվենք ստենդափով Հայաստանում, 15 տարի հետո մենք կունենանք տեն ստենդափ, որը ես ուզում եմ տենամ։ Այս բան մենք մեկա process-ի մեջ ենք։ Ինքը ոչ մի դպրոց Մինչև դու դա տենաս Հայաստանում, ուրիշ բան կտենաս Ռուսաստանում։ Չէ, Ռուսաստանում արդեն 15 տարի չափ կա ինքը։ Այդ եմ ասում, ուրիշ բան կտենաս Ռուսաստանում, որտեղ
արվեստն էլ է զարգանում։ Իհարկե, этаպներ ունի, որոնք հասկանալ են։ Ու հետաքրքիր է, որ հետազոտում ես этаպները, ու սկսում ես հասկանալ, որ մոտավորապես նույն ձև է գնալու։ Այսինքն ես շատ մանրամասն հետազոտել եմ Ամերիկայում ոնց էր 0-ից զարգանում միջև ինչ որ այսօրվա օրերը ստենդափը։ Հետո նայում եմ, որ Մոսկվայում շատ նման փուլերով է գնում, մի քիչ ավելի արագացված, որտեվ մեդիան է փոխվել, որտեվ արդեն Instagram-ը կա, TikTok-ը կա, YouTube-ը կա, այն ժամանակ առաջի համերգը, ստենդափ համերգը, որ հայտնվել էր, ինքը 40 տարի հետո հայտնվեց ստենդափի առաջացումից հետո։ Առաջինը բանն էր Ամերիկայում։ Չէ, Ամերիկայից հետո։ Հա, Ռուսաստանում Ռուսաստանում 40 տարի հետո։ Չէ, Ամերիկայում ստենդափը հայտնվեց որպես երևույթ։ Առաջի համերգը and special կոչվածը 40 տարի հետո։ 40 տարի հետո առաջին ստենդափ ակումբը բացվեց։ Մեր մոտ ստենդափը սկսել է նրանից, որ մենք ստենդափ ակումբ ենք բացել։ Հայաստանում հակառակ է։ Բանն էլ է, բայց գիտես, չէ, կոմեդի կլաբն էլ, երբ որ տղեկը Նովի Արմենիայի տղեկը գնում են Ամերիկա գաստրոլների, հետ են գալիս Մոսկվա, պատում են, որ այնտեղ ստենդափ բան, սենց դրա հիմքի վրա է։ Ճիշտ է, մինչև մայ իրանցից ոչ մեկն էլ ասում են, որ տեսել ենք, եկել ենք, բայց ստենդափ չեն կարել։ Կոմեդի կլաբ ենք սարքել։ Հա։ Բայց ինքը ռևոլյուցիոն բան էր իր ժամանակի համար։ Կոմեդի կլաբը իր ժամանակի համար չի եղել։ լրիվ փոխել էր։ Ես օրինակ չգիտեի, ես գիտեի ինչ որ միտեղից վերցրած է ոճը, բայց այնօր նայում էի հաղորդումը, չկա։ Չէ, դե ինքը վարիետե նույնից չկա։ ինքը վարիետե շոու է։ Կան տարբեր ստենդափ, կա բան, չէ, շոուներ, բայց կոմեդին որտեղ ամեն ինչ կա։ Եվ կոմիքսներ, եւ խաղարկային բաներ, երաժշտական ժանր չկա, տենց որ միտեղ։ Չէ, ինքը նման կա, Վոդևիլը օրինակ շատ նման էր ամերիկական։ Վարիետե ցանկացած շոուն, որը տարբեր միջոցառումներ, բայց այտենց որ ինքը մենակ հումորային լինի, կարող է չլինել։ Մենակ հումորային։ Դա ընդ կարող հոսքի մի հատ երկու կոմիկ են հելնում ինչ որ գիտեմ, հետո ասում են, չէ, դա ուրիշ է, բայց կոմեդի որպես առաջինն է։ Ու ես նենց լավ եմ հիշում, որ նորեն իրանք հայտնվել իր ժամանակներն են, հիմա մտածես հնարավոր բան չի։ Բաներ, որ Գարդոնը կանչել էր առաջի ալիք իրանց ու իրանց բաներ անում, աչքի տվեց իրանում, որ ժոպա բառեր օգտագործել էլի։ Ժոպա մեծ խնդրեմ էր այն ժամանակը։ Ու իրանք էլ նենց լավ են իրաց ցույց տալի Գարիկ վրասվել ես որպես բժիշկ թե Գարիկներ թե հա Գարիկներ որպես բժիշկ ասում են բայց իրանք ինտելեկտ էին ցույց տալի էլի դա էին վախտին ասում որ Նովի Արմենիան կայֆեն էր որ իրանք հելել էին բեմ ու իրանք ոչ մի ձև չէին խաղում նրա վրա որ մենք տիպա հայ ենք իրանք ինտելեկտ են բերում կլաս են դրանով իրանք մնացին բայց մեկը էդի աշխատում էր այդ մաչո բան էլի պահը որ իրանք չէ դի երմին ես դու ասում երևի ավելի շատ ավելի շատ երմի մեջ կար իրանց մոտ այդ մաչոիզմը չկար կակաս Նովի Արմենին իրանք ինտելիգենտ տղեկ են իրանք փորձում են ցույց չտային էդի ու բաներ ես իրանք ուժեղ տղեկ են իրականում ու ես շատ էի ներվայանում Մոսկվայում որ տանում էի հայ կոմիկներ կամ ինչ որ թեկուզ ցանկացած կավկասկի կոմիկներ որ սկսում էին այդ ակցենտների վրա խաղալ բան շատ են անում տենց երբեք այդ չէի անում ես եթե նույնիսկ օգտագործում էին փաստը որ ես հայ եմ ես ուզում էի դի կատակի մեջ ոչ թելներ որ այդ էր punchline-ը այլ դին ուղղակի բացատրեր խիայես լինում sense կամ նենց էլ ես ունա կատակ ունեի որ երբ որ ինձ Մոսկվայում ասում են որ դու մուսուլման ես ես չնայած աթեիստ եմ ես կրից ասում եմ որ ես քրիստոնյա եմ նոր եմ ասում որ աթեիստ եմ որովհետև այդ բացատրումը նրանով որ ես հայ եմ ոչ թե այն որ ես հայ եմ կատակն է դառնում այլ այդ բացատրությունն է էլի հա ստենդափի մասին որ խոսում եք շատ եմ ոգևորվում բայց ես օրինակ Պավել Վոլյայի ստենդափներն եմ շատ սիրում դե իմ համար ինքը իհարկե այն չի որովհետև ինքը ոնց որ արի մի ամանչի ու ասա որ քո համար էդի ստենդափ կոմիկ չի իմ մոտ sense խնդիր կա որ ստենդափը այդ ամիջականությունը ծնվում է այդ փորձերից աուդիտորիայի հետ բայց որան գրում է ու ինքը ավտորներ ունի որոնց հա իրանք նստում են ավտորների հետ գրում են ու ինքը քանի որ ինքը ահռելի հայտնիություն ունի ինքը ինչ էլ անի ինքը կարա sense ուղակի քայլի մեկը մի 20000 հոգի կհավաքվի նայի ոնց է ինքը քայլում ինքը հա ես որպես արտիստի մասին չեմ ասում հա ես ասում եմ նրա մասին որ որպես ստենդափ ինքը իմ համար այդ ճանապարհը չի ես ստենդափից հեռու եմ հա դրա համար ես չեմ էլ ձգտել գիտես չէ եղել է դեպքեր որ ասեն դուք կարող եք բան անել դե տեսանք 32-ի ռեզիդենտ եմ եղել բան հա ոչ ասել եմ ես ստենդափ չեմ ոչ թե չեմ սիրում գժվում եմ ստենդափի համար նայելու համար լավ ստենդափները նայում եմ բայց ես ինձ չեմ պատկերացնում ճոգում ես կարող է օրից մի օր անեմ էլի եմ ասում
one man show էլի։ Մի դերասանի ճիշտ է դա։ show, հա, որտեղ ես Միած կխաղամ, special կարող եմ ասենք, կերպար վերցնեմ։ Դե բայց գիտեք օրինակ Ես օրինակ բան է, լավ օրինակ Միխայել Շացի հետ էի խոսում, ժամանակին ես իր podcast-ի խմբագիրն էի ու շատ էինք շփվում, ինքն էլ գիտեր, որ ես stand-up-ի այս բան հոդվածներ էի գրում stand-up-ի մասին ու ինքը կագրած ժամանակ ուզում էր stand-up գար ու ինքը ոնց արեց, ինքը մաքսիմալ փորձեց ճիշտ անի, ինքը գնաց stand-up ակումբ նոմեր 1, բան Մոսկվայում ու Գարիկ Ագանիսյանին բան իրանց խնդրեց, որ իրանք օգնեն։ ինքը եկել էր, չէ՞, անցած տարի շացած։ Հա, բան տալի մամայիս մոտ ծանոթացրել էի, բանեցել ուրախացավ ասա։ Ոչինչ բան էր, տենց եկավ ինքը սկսեց իրանց հետ շփվել, բան, համերգը գրեց, թողարկեց այդ համերգը, ու հետո ինձ գրեց մի օր, ասում եմ, մի հատ կասես ինչ ես մտածում, ես ասացի շատ վատ է, որովհետև ինքը այդ ժամանակ մի տարի էր զբաղվում stand-up-ով, ինքը էլի ճիշտ անում էր, ինքը գնում էր open mic-երի, ստուգում էր կատակները, բայց Միխայել Շացն է, ինքը ունի նենց կյանքի պատմություն, հա, այդ ոնց էր ինքը ամենաբարձր կետից, ինչ բարձր կետ էր ինքը որպես հաղորդավար, լրիվ կորել էր, որտեվ ինքը քաղաքական այդ բաների մեջ էր մտել, իր կարիերան ավիրել էին։ Ու ասում եմ դու դուրս ես գալի բեմ ու մի բառ չես պատմում դրա մասին։ Դու ելույթ ես ունում, ոնց որ դու սովորական կոմիկ ես, սովորական մարդ ես, բայց դու ոչ սովորական կոմիկ ես, դու մի տարվա կոմիկ ես, որպես stand-up, դու որպես ընդհանուր կոմիկ ես այնքան հաց ու պանիր պետք է ուտեմ, որ իրան մոտիկ անեմ, բայց որպես stand-up կոմիկ դու չունես այդ փորձը, անմիջականության, դու իրական չես թվում ընդ։ Դու մի տարվա ոնց որ ցանկացած կոմիկ շատ մակերեսային թեմաներ ես վերցնում, չես խորանում, հետաքրքիր չես, բայց դու կարեր դրա փոխարեն իրականություն բերել։ Մի հատ պատմեր, այդ ոնց անում, երբ որ դու ամենահայտնիներից մեկն ես, բայց ավելի լավ չէ։ Մեկ էլ քեզ ոչ մեկ չգիտի։ Այդնես դրամա է, այդ դրաման սաղ կնային։ Լիքը մարդը չգիտեր ինքը ուրա կորել, գիտեն պրոստը կորել։ Այ դա էլի հենց խնդալուն է, հենց դա որ պետք է ճիշտ անել, էլի։ Եթե դու ունես տենց առավելություն, եթե դու ունես տենց դրամատիկ բան քո կյանքի մեջ, այդ սխալ է մտածել, որ ստենդափը ծիծաղալու մասին է։ Ինքը պետք է ինչ-որ բաղադրություն ունենա։ Մենակ եթե կատակներով լիներ, վաղուց ավարտված կլիներ այդ ժանրը։ Նույնպես ոնց որ թատրոնը, ինքը պետք է անընդհատ ֆորման փոխի, առաջ գնա, ինչ-որ նոր բան բերի։ Այդ ծիծաղալու ձևերը այդ ֆորման է, բայց բաղադրությունը, եթե ինքը հետաքրքիր չի, ինչքան կարանք ծիծաղացնենք մարդուն։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, որ Չապլինը երբ որ սկսում էր կինոն ստեղծել, իսկ ինքը իմ համար այն մարգազը, որ հորինել է կինոն։ Ինքը հորինում էր ոնց պետքա դրամատուրգիան շարվի։ Ինքը շատ արագ հասկացավ, որ գեգի հետևից հոգնածնում է։ Չեն կարա մարդիկ անընդհատ ծիծաղան։ Ու դրա համար ինքը նկարեց City Lights-ը, հա, Ագնի Բաշովոգորդը, որը ես լացել եմ այդ կինոյի վրա։ Չնայած ինքը աննասուն ձևի ծիծաղալու սցենաներ ունի, որ միչև հիմա աշխատում են այնքան լավն է։ Մի հատ էլ այդ ինքը բանար, Նիմոյ կինոը արդեն երբ որ ձենը կար, բայց ինքնից կինո գրեց, ունես դրամատիկ բայեր ուներ ու շատ ուժեղ նկարած էլի, որ ցենց 100 տարի հետո ինքը ֆյոշն այվում է։ Բայց ինքը հասկացավ, որ այդ կոնտրաստն է պետք։ Պետք է մեկը ինչ որ բանին հետևենք, ինչ որ սյուժե է պետք, դրամա է պետք, չի կարող մենակ ծիծաղ լինի, էլի ինչքան։ Ապրես։ Բանից խոսանք էլ մի քիչ մոնո ներկայացում։ Շատ ենք խոսալու։ Չէ, հեսա մի քիչ է խոսանք։ Ես անverջ։ Բանը, չունես չէ դու մոնո ներկայացում։ Չէ։ Որ քո անհատական։ Չէ, չեմ սիրել։ Իսկ ինչու։ Չեմ սիրել։ Չես սիրել ու դրա համար չես անում։ Չեմ պատկերացնում ես ինձ այդտեղ Ես պատկերացնում մոնո։ Դե մենք դրանից սկսեցինք, այդ է ասում եմ, որ ինչ որ բան եթե դու որոշես, դու կարաս հետանաս։ Ուղղակի պետք չի հենց ստենդափի մտածելակերպը։ Մոնո կարող է։ Մոնո ներկայացումը ուժեղ բան։ Մոնո ներկայացումը Արա, կարող էլի է։ խնդրում եմ, մոնո ներկայացում արա մի հատ։ Նայ, կա մի հատ ոնց ասեմ, վիճակ, երբ որ դու արդեն սխալվելու քիչ իրավունք ունես։ Չեմ հասկանում, բայց հասկանում եմ։ Հա, երբ որ դու, ասենք հիմա ես իմ այս 45 տարվա ընթացքում ինչ արել եմ, փորձել եմ լավ անեմ, լավ խաղամ իմ դերասանական կարիերայի մեջ։ Եվ այս տարիքում վերցնել մի բան, որ power գցես ոտիդ, չեմ սիրել, պարտվել չեմ սիրել ամբողջ կյանքում։ Ես դեսպանատանը չեմ սիրել մերժվել դրա համար։ Ասում եմ այն ժամանակ, երբ որ չեն մերժելու։ Չեմ սիրել, չեմ մասնակցում ոչ մի մրցույթի։ Հա։ Չեմ սիրում ես։ Ախտես լավ եմ հասկանում։ Չեմ սիրում պարտվել։ Ընդհանրապես ոչ մեկը չեմ ուզում մրցել։ Երբ որ հիմա մտածում եմ տենց մոնո ներկայացում, տենց բանի մասին։ Դա մի դեպքում, երբ որ ես կունենամ իմ ուզած ռեժիսորը, կվստեմ, կան, չեմ ասում չկան։ Հա, դու չես ուզում, հա, որտեվ նայողա պետք միշտ մարդուն։ Հա, չէ, մոնոյի դեպքում մանավանդ պիտի ունենաս շատ լավ ռեժիսոր, ով քեզ լավ ճանաչի, ու քո հետ գնա։ Հա։
Հիմա մտածում եմ այտենց։ Ես Բայց ուղղակի չեմ վրազում։ ես այսքան ժամանակը քեզ ճանաչում եմ ու քո մեջ ինչքան կա հումոր, այնքան էլ կա լրջություն, էլի։ Ոնց որ չեմ կարող, տենց էլ չկարեցա հասկանամ դու всё-таки կոմեդիա ժանրն է քոնը թե ոչ մեկ չի հասկացել։ լուրջ, բայց իրոք էլի կատակը մի կողմ, ես տենց էլ չկարեցա այսքան ժամանակ հասկանամ Իմիջիայլից ինձ շատ դուր գալի մտածելակերպը, որ կոմեդիան ժանր չի ընդհանրապես։ Հա, օքեյ, դրա մասին խոսացել ենք երկար, բայց Եթե սկսում ես տենց նայել, ինքը շատ ավելի հասկանալի է այդ ամեն ինչը դառնում, էլի։ բան հուշում է տալիս։ Դե մեկա պետք է հարցնեի։ Հա, լավ, 32-ից մի քիչ։ Հեսա կասնենք 32-ին։ Ուզում եմ ասեմ, որ ցանկացած ժանրը կարա լինի կոմեդիայի նաստրոյկեն կարա իր վրա ունենա, կարա լինի սարսափ, բայց դառնա կոմեդիա։ Այդ ամեն ինչը, ու այդ առումով հետաքրքիր որ ինչ որ պահին սկսեցին կոմեդիայի դերասաններին բերել դրամատիկ դերերին ու պարզվեց որ իրանք շատ ավելի ուժեղ այդ ամեն ինչ անեն, հա։ Օրինակ վերջի տես մեծ արդեն վերջի չի, արդեն 10 տարուց ավել անցել է Во все тяжкие սերիալի ամբողջ սաստավը կոմեդի դերասաններ էին ու լեգենդար եւ հակառակը երբ որ դրամայից կոմեդիան բերում կարող է բայց Դենիրոին հա ինքը կոմեդիա դե հա բայց ինքը արդեն ծեր էր արդեն այդ Դենիրոն չէր բայց հասկացալ որ այս մարդը շատ լավ կոմեդիա է խաղում ինքը լավ դերասան է բայց ինքը տենց բան չէր էլի ռևոլյուցիոնի կոմեդիի դերասան չէր բայց եղել է որ բան դրամա չես կարելի լավ օրինակ ես մտածի ուրիշ Լեսլի Նիլսոնը այնքը տենց օրինակ էր ինքը տենց հայտնի դրամատիկ տենց կամ ինչ սիրային դերասան էր ու մեկ էլ իրան բերեցին գոլիպիստարը ու ինքը ռևոլյուցիա արեց էլի որպես տենց դեպքեր էլ Ջիմ Քերին էլ վատ օրինակ չի Ջիմ Քերին չունի Ջիմ Քերին դրամա է գնացել կոմեդիայից մի հատ երկու հատ ունեցել է հա բայց դաժե շատ տակիա որ կաբելշիկը բան իր տենց 5 կինոներից որը Բեն Ստիլերն է նկարել Բեն Ստիլերն ինքը բան տենց սերնդից երկրորդ սերնդի ռեժիսոր է իր papan էլ ուժեղ բան ռեժիսոր եղել բան տենց ինքը տենց ուժեղ դեմք է այդ կաբելշիկը ինքը պետքա թրիլեր լիներ շատ ուժեղ բայց քան որ Ջիմ Քերին էր խաղում իր մեջ կոմեդիան էլեմենտ մտավ ու ժամանակին իրեն չհասկացան բայց հիմա որ նայում ես այդ կինոն այդ Ջիմ Քերի կոմեդիան ավելի վախենալու է այդ կոնտրաստն է բերում որ տիպը այսինքն որ անկապ կերպարա, բայց ինքը այտենց մտնում է քո կյանքը ու իսկականից այդ է վախենալու, որ չես ճանաչի, որ էսա չարիքը, էլի։ Ես որ ասեցի բանը, որ պլաշատկում տարբեր տեղեր, որ լինում են, որ ասում են ով ես, ասում եմ Գուգոյի սանը, ընկեր Գուրգեն Սարգսյանի սանը, շատ ժամանակ, նու շատ չէ, բայց լինում է, պատահում է, որ անուն ազգանունով տենց չեն հասկանում ու մասին եմ ասում եմ 32-ի են մեծ քթով տղեր հա իրոք էդի աշխատում է էդի ձև չի որ չաշխատի ու էդի հիշում են տենց որ ես երկակի դեպի չաշխատի մի քիչ 32-ից խոսենք էլի ոնց ստացել է էտապը ինչ խոսանք դե բայց ոչ ասենք ինչն է քեզ հետաքրքիր է ոնց ստացվեց 32-ի այդ կոմունիկացիան էլի էդի կար բաններ այդ կոմեդի կլաբներ 32-ը թե չէ թե լրիվ ուրիշ բան հա չէ դու ամենասկզբից կայր ես ոքեն ինքան ամենասկզբից որպես սցենարիստ եմ եղել այսինքն այս կառույց ամենասկզբից Կարենն էլ է Մազմանյանի կուրսից իմիջը Կարենն էլ է Մազմանյանի Նազոյից նույն Նազենից կուրսից են Կարեն են մեր մոտ այդ կոմունիկացիան կա կուրսերի միջև հա Կարենն որ ավարտել են հետո մենք ենք ընդունվել բայց գալի գնում են շփումը կար էլի այդպես ընդհանուր հետո որ Կարեն են 32 ատամ արդեն սկսեցին մենք էլ ավարտում էինք Ես սցենարով գնացի սցենարը արդեն դա լավ հայտնի է ինչ որ պատրաստի սցենարով գնացիր արդեն հա գրած տանեն ցույց տա Դու ես չեմ հիշում շախմատի մասին էր ոնց որ այդ վաղտը մեր մոտ շախմատը պիկի վրա էր էլի Լևոն Արոնյանը բան չեմ երկու սցենար էի տարել էլի ռադիո տանն էին այդ վաղտը մեկում էին տղեկը բանը դե Կարենի զանգ ասի կար գամ մատ սցենասից բեր գուք ջան բեր տնանք իհարկե բան Տարան ստեցին Վահագետ Գրիգորյան կարծացին մեռան շատ լավն է բան ու ոչ էսա ոչ էսա всё դու այսօրվանից всё մտար տղեկ հետ աշխատելու բան Ռոբենց էտի Մարտիրոսյան հա Գարիկներ էր նոր եկել բանակից այդ ժամանակ հա մի որոշ փուլ աշխատեցի հետո գնացի բան ես չուզեցի մենակ սցենարիստ մնամ իսկ այնտեղ Կարեն ասեց գոք իրանք ինչ որ նոր բան են հիմա ավելացնելու համար ժամանակ է պետք է որ մարդ ավելացնի այդ ժամանակ զուգահեռ գոյում էլ էր խաղում հա հա ես հենց ավարտել եմ մտել եմ գոյ
Ասի всё, ես գնացի որ այտենց է, ես ուզում եմ։ Մենակ սցենարից չես ուզում։ Որտե մեռնում եմ, որտեվ դերասան ես ուզում ես խաղաս։ Այդ գնաց անցավ տարիներ արդեն այդ սերիալներ արդեն այդ հայտնիություն բան։ Հետո որպես դերասան իրան կանչեցին ստոպ ներկայացման մեջ, որ մատուցողի դերը։ Այդտեղ որ դե արդեն պրոդյուսերն էլ մեր կուրսի Արոնը, չէ, բայց դա կապ չունի, չի որ ծանոթ կամ բան։ Չէ, պրոստը իրանք էլ նոր բացվել էին, արդեն բաժանվել էին, նոր խումբ էին հավաքում։ Արդեն հավաքվել են մենք այս Բաղրամյանի վրի, որ արդեն բացվեց 32-ը, առաջի ռեզիդենտներն էին, երկրորդ թափի 32 էլի։ Այդտենց ահագին աշխատեցինք։ Իմ համար դպրոց էր 32-ը լուրջ նոր բան, այդքան խաղացել է ֆիլմերը բան, բայց 32-ը մի հատ հատկություն ուներ, որը ինձ անծանոթ էր ու սովորեցի, ու ինձ մենք շատ է օգնում։ Ինչը, որ թատրոնում դու երբեք հանդիսատեսի հետ տենց կոնտակտի չես մտնում։ Անմիջականությունը չկա։ Դե բայց գոյի մասին ես չէի ասի։ Չէ, բայց եթե կա, անդե բեմադրած կա։ Անդե դու ջարդում ես 4 պատը, իսկ ստեղ 4 պատ ուղակի չկա։ Վալյուս դու նստած ես դիմացի հանդիսատեսը սիգարետով վիսկիով նստած։ Հա, լրիվ ուրիշ վայբ է։ Գիտես ինչքան դժվար բան է ընդհանուր մթնոլորտ բռնել, այսպես ու տանել։ Դրա համար Կարենը վարպետ էր, Վահագը Կարենը սկզբից իրանք էին դուրս գալիս։ Են ավտոխոտ տալու նման է, որ զմեղ պոդեստ։ Իրանց ռուբրիկաներով սկսում են, սկսում ես դա բան առանց կամերաների հելը։ Կամերաների հելը միացրած չի։ Սկսելուց մի քիչ ժամ առաջ տղեկը սկսում է խոդի տալ ժողովրդին։ Ու որ ասում են բռնվել է, գնացին։ Ու մտնում էր, խաղում էր ու միկրոֆոնով։ Դե խորտ բաներ էր այն ժամանակ, էլի մանավանդ։ 1-2 արդեն սկսում է 1-2 սուտ կլինի ահագին անցավ բացվում ես հետո սկսում ես հումորը ճիշտ նա եթե ես հումոր չունենայի այնտեղ չէի լինի այդ է էլի այնտեղ ջրիկություն չէր եթե ես հումոր չունենայի այնտեղ չէի լինի բայց երբ որ դու ունես հումոր բայց չգիտես ոնց օգտագործես իրեն չափը չգիտես ձևը չգիտես ինչքան բանկա որ քո համար շատ խնդալու է բայց մեկ էլ անում ես տենում ես ընդհանրապես չաշխատեց այդ սա հղկվում է գնալով կամաց հղկվում է ու հենց դա է դպրոցը թե Կարենից թե Վահագից թե Խչոյից մի խոսքով տղեկ ովքեր վաղուց մեջն էին ես էլ որ գնացել եմ որ ես որպես դերասան էի գնացել հետո որ նստեցի իրանց սցենարների տղեկներ ջոգին որ նոր մտքեր ա բերում թարմ բաներ ա բերում եղել է որ վիճել ենք նույնիսկ ասել եմ էսի լավ նոմեր աշխատելու է ասել են չի աշխատելու պատմել ես մի հատ տենց դեպք Կարենի հետ Կարեն ասեց էդի լավը չի ես ասեցի լավ վերջը թողելա որ անես ասա ինչ ունես գործել լավը չի լիք պրտի հանի թող էֆիր չգնա ասես լավ նոմերը սկսեցինք զալա մեռավ Մինչև էր, հետո որ գնացինք, բանը կարծես ապրես։ Լավն էր նոմերը։ Այսպես քայլում էր։ Այն ժամանակ բաներ էլի, всё-таки 32-ը մեջը կար այդ դրաման էլ կար, դրամատուրգիա կար իսկականից, որ նայում ես համ հումոր կար, համ տխրություն կար մեկ ներկայացնել։ Գոտկատերից ներքև հումոր չեն կարել մեր ժամանակ։ Կար գոտկատերից։ Դաժե եթե կար նամյոկներ, այդ օքեյ շատ լավ էր գնում։ Հիմա դե փչացել է ճիշտ։ Մեր ընկերներն հենց 32 չկա, հիմա կան ալտերնատիվ տարբերակներ, ինչ որ, բայց 32-ը իմ համար բանն էր, այս նոր ժամանակի պիկն էր։ Այս վիտամինը արդեն այդ չէր։ Էլի վատը չէր, բայց արդեն այդ 32-ը այնքան թարմություն բերեց այն ժամանակ։ Հենա 30 վիտամինում կար հումոր, Women's Club-ում արդեն չէ, իմ համար չէ։ Կարող է եթե այդ պետք է հաշվի առնել, որ հայ ես այդ ժամանակ չեմ դպրոցում էի, առաջի կուրսում էի, մի քիչ այդ ժամանակ ավելի հեշտ էր կարող է իմ համար հումորի հետ, քիչ բան է տեսել, կարող է այդ մի հատ պետք է նստել վերանայել, իսկականից այդքան լավն է, ինչքան ես հիշում եմ 32-ը, թե մի քիչ կարող է ժամանակ անցել արդեն տենց չէ։ Բայց ինձ թվում է բանն է, այդ գոտկատեղի պահը բանն է։ Այն ժամանակվա համար ինքը առաջադեմ էր ու թեկուզ մի քիչ կար իր մեջ այդ խուլիգանությունը, էլի ինքը նայես չի որ շատ ստիլիլ էր։ Ուղղակի գոտկատեղն է իջնում ժամանակի ընթացքում, էլի այդ պլանկեն իջնում է։
այսօրվա օրով դու այն Մենք ունենք տենց հումորներ, որը բանը մենք ունենք կլուբնի օրեր, որտեղ առանց կամերաների, այդ մեր գրած այդ շուտկեքը ասում ենք, այս թող մնա, այս թող մնա։ Հազա չի այդ բան չորնի կավենն է, չէ, դա բանը, դա մարդիկ գալիս էին։ Հա TV-ով էլ հայտարարվում էր, էլի, որ ինքն այդ օրեր էր, որ մարդը սիրածի հետ էլ էր գալիս, որ կամերա չկա, ասենք բան։ Ու դու ավելի չեմ ասում, էլի, նա շատ պոշլիկ ֆուրներ էր գնում, բայց հումորներ կային, որ այդ զալի համար լավներ էին։ Պետք էր ուրեմն։ Որտեղ ափսոսում էր դրանից վրա, էլի։ Այդ օրը խաղում էր։ Դի ուրիշ հավես էր։ տենց բան կար ստենդափ համար մեկում Մոսկվայում կար գիշերվա մայք ինքը շատ տարօրինակ միջոցառում էր, որտեղ դրանից առաջ երկու հատ մեծ շոու էր Dark stand-up-ի նման համարյա, բայց ինքը այնց չուներ, իր մեջ գրված չէր, որ էսի dark stand-up ալնելու, բայց ինքը սկսում էր ժամը 12-ին գիշերվա, միջև այդ ընդ երկու հատ իրանց մոտ դա կոչվում էր big stand-up, որտեղ այն ամենատոպ կոմիկներն են իրանց ելույթ ունենում, մարդիկ ով գալիս է Մոսկվա ուրիշ քաղաքներից, սա գալիս են այդ շոուին ու այնքան դեպքեր են եղել, որ մարդիկ գալիս են ու միանգամից երկու շոուի տոմս են վերցնում այդ երկու շոուն նստում են լավ կատակներով ու հետո մնում են այդ գիշերվա մայքին արդեն լավ խմած արդեն այնքան հումոր լսած որ ընդ հարցը այն էր որ դու սովորական հումորով էլ չէիր կարա ծակեր իրանց դու պետք է այն ամենակեղտոտ կատակները բերեր որ իրանք մի քիչ ինչ-որ բան զգային անզգայացած այն ցաղավիստերն շատ տարօրինակ միջոցառում էր բայց այդ հավեսը կար որ դու շատ իրանք էլ շատ ջղայնացածել են արդեն կովրայի կնոտ կատակ լսը որ բան այդ միակ դեպքը դոզան էլ կա է գիտես պետք է դոզան ճիշտ տաս հա այդ այն քիչ տեղերից էր որտեղ ընդ պրամ քեզ կարային քֆուր գորային բեմից տիպը բան կոնկրետ ջղայնացած էր իրանք եթե լավ չեր աշխատում իջորը բան շատ ժոստկի վիճակ էր էլի շատ լավ կոփվում էր ընդ բան էր էլի ինչով էր լավ նա թեկուզ այդ կլուբնի օրերին տենց ասենք 2 ժամ մենակ հումոր չենք տար դու մարդը չի դիմանա Չի աշխատում երաժշտական հանգիստ այդ էր էլի հետ պաուզաներ են պետք է դա բանը մենք էլ ենք ասենք վիսկիով ենք բեմ հելնում ինչ ուզես պիվա մեկը չի նկարահանվում ազատ էր զգում քեզ էլի բայց դու քո ասածները չի էլի ֆուլ տայմ բոս դա բանը չի եղել ցիվիլ էր ավելի ցիվիլ էր ու բանը ճաշակ կար մեջ էլի ճաշակ կար հաստատ ես ընտանիքի շմոր 32-ի մեջ ճաշակ կար ու հետո ես գացի ճաշակի անկումը հենց որ հումորային հա որտեվ ինձ թվում է այլի ժառանգությունը կտրվեց որտեվ պետքա շարունակեին նոր սաստավներ հավաքել ու իրանք սովորացնեին այն ժամանակ իսկ իրանցից շատերը չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ բայց իրանք շատերը դարձան ուղղակի կորպորատիվների արտիստներ լավ փողեր են աշխատում բան չունեմ ասելու կոմերցիա բայց բանը այդ պատասխանատվությունը իրանք չունեին որ իրանք են այս պայն ամենա առաջադեմը հումորի մեջ ու իրանք պետքա սովորացնեն մյուսները ոնց անեն իրանք չսովորացրին հումորը մնաց մենակ որպես կոմերցիոն գովազդի ուղղակի մահանա որ մենք դեռ բան էին նայում այդ քո ասացի այդ կապված Գարիկի Մարտիրոսյան որ ասում է Երմիդ որ գնաց դառավ չեմպիոն եկան ասին մեզ շարունակողա պետք իրանք են Նովի Արմյանի բանը մեզ շարունակողա պետք Տենց է, այդ պետքա ինչ-որ պայն դու հասկանաս, որ ինչքան էլ վախենալու, ինչքան էլ չես ուզում դու փոխանցես, ժամանակն է փոխանցելու, որ այդ տեղը դատարկ չմնա, որտեվ եթե դու ինչ-որ նշաձողը ինչ-որ տեղ հասցրել ես, այդ արդեն քո պատասխանատվությունն է, որ այդ նշաձողը ինչ-որ մեկ քո փոխարեն վերցնի ու նշաձողը խեմ հենց սխալ բառը, բայց հասկանում եք չեմ ասում։ Հա, ասեմ բան էլի այդ ֆակելա, որ մեկը պետքա շարունակի։ Տարի հարսանիք վարեմ։ Հա։ Հա, պետքա մի Ցավակցում եմ։ Ես հուսով եմ որ չի։ Դա գիտեմ, երբեք չի ուզենա։ Իսկ մի անգամ ասում, իսկ մի անգամ կանչել, իմ մոտ էլ հումորը մի քիչ տենց այդքան բան չի էլի, հումորը ինչ չի, իմ հումորը չի դա ոնց բացատրեմ։ Մի քիչ sense բան, համ մի քիչ ծանր թեմաներ եմ սիրում վերցնել։ Իմ համար տենց ոնց որ կայֆ challenge-ը վերցնեմ ինչ-որ թեմա, որը ի սկզբանե խնդալու չի։ Ես չխնդալու բաները խնդալու սարքեմ։ Եթե ես խնդալու բանը պետք է խնդալու սարքեմ, ինքս իմ գործը թեթև է, էլի։ Ու մի անգամ ինձ մի հատ ինչ-որ ռուզուկ դիմեց, որ ասացին բան հարսանիք վարի, ասի եթե հա, ասում եթե ինչ-որ մեկը ուզում է որ ես իրանց հարսանիքը վարեմ, ես այդ մարդկանց ուղղակի ծանոթել չեմ ուզում, այդ ինչ մարդիկ եք դուք որ մտածում եք որ ես դες կարամ լավ տրամադրություն բանականեմ, ասի չէ, գերշ ասի փողեր իրան շտապ, ասի գնաց բարձր այս ճիշտ է, ինչ-որ գժեր էին, դա սևանում հարսանիքը հազիվ կարացավ փախնի այդից։ Ինչ անենք, փակենք, հա։ Հա։ Լավ, դե կան մի օր ախացի։ Լավ չէ, լավ նստեցիք։ Չէ, լավ է, ու գործի հասկացա։
Լավ, всё։ Գիտես ինչ դուրս եկավ, որ ընկեր Գուրգենը համեր է տա պայմանավորվել, համ ուրիշ տեղ է ինչ-որ բան պայմանավորվել։ Ու հիմա տենց Լավ նստեցինք։ ուրիշ տեղը չստացվեց, Ամեն բայց դեպքում լավ։ Եվ այս հավես էր հաճելի էր։ մերսի։ Всё, որպես առաջի թողարկում թույն էր։ Էսի բաններ իմ 40 նպատակը։ Էս իրականում էս 40 էս 3 եթերաշրջանը հենց սրա Երեք համար չի, 3 եթերաշրջանը 10, ոչ թե 10, այլ 10։ Всё, թույն։